Այդ բան պատմեմ, թե չպատմեմ։ Չէ, Մենք ունենալու ենք մեծ աղետ։ արդյոք դա ցավոտ չի ձեզ համար։ Ամերիկյան դիվանագետները, որոնց նախազգուշացումներ են անում, որ 3 տարի մեկ ախպեր։ Ավելի Ջեյմս Բոնդյան вообще տեքստ որևիցե քաղաքական գործիչ արտասան հլա։ Բայց դուք չնկատեցիք, որ մի օր չգիտես ինչու մի հատ դեղին վարդ հանեց, դրեց իր գրպանը։ Վաղը չմրսոր սաղս վերանում ենք։ Զառանցանք է։ Չկա տես բան։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում լուրջ կասն է, բաժանորդագրվեք, լայքեք, ես արագ եմ խոսում, որովհետև մենք արդեն ոդկասթից առաջ սկսեցինք թեմաներ քննարկել, մեր այսօրվա հյուրի հետ Լևոն Զուրաբյանն է, Հայ ազգային կոնգրեսի համակարգող, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ու մենք sense ոնց որ տաքացած ենք, որովհետև միանգամից եկեք ասենք։ Հին տիտղոսներ էլի Հայ ազգային, երբ որ մենք շարժում ենք Հայ ազգային կոնգրեսի համակարգող, հիմա ես Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն եմ։ Շնորհավոր։ Եվ այսպես դուք տեսել եք ամեն ինչ։ Բայց միջև այդ ագավոր կա, մի վարքան, նոյեմբերի 3-ն է, մենք նոյեմբերի 9-ն ենք եթեր գնալու, հետեւաբար այն ինչ որ տեղի կունենա այս ինտերվալում, մենք հասկանալի պատճառներով այսօր չենք կարող։ Շատ արագ է փոխվում ամեն ինչ։ Հա, պայծառատես չենք էլի, Դե ամեն ինչ կարող է լինի։ սփանով տենց կարողանանք կանխագուշակել իրադարձությունները։ Եվ այսպես դուք տեսել եք ամեն ինչ։ Ուզում եք դրանով սկսել ուղղակի։ Ես մի փոքր կոնտեքստ տամ ու փորձենք խորանալ։ Տենց շատ դժվար 7 տարի է եղել, եթե տենց մի հատ 7 տարվա կոնտեքստը նայենք, եղել է էմոցիաների всплеск, ակնկալիքներ, եղել է միանգամից անկում, եղել է տենց հուսահատության ու գոյաբանական տենց 5 ապակաս գոյաբանական հարցից ոչնչացումից պերիոդ ու հետո այն պահը, որ մտածում ենք դե անհնար է, եթե այս մարդը եթե մնաց, չեմ 21-ին մնաց, 22-ին մնաց, ուրեմն անհնար է ինչ որ լավ լինի հետո, ինքը քանից տեղա ավելի վատ ալնելու, բայց անցավ 5 տարի ու ոնց որ trip ստորագրվեց, ոնց որ Ամերիկան օքեյ է, տենց գեոպոլիտիկ կոնտեքստը օքեյ է, վարի չի գնում ոչ մի առանձնապես բան։ Համ շատ դանդաղ է վարի գնում։ Ուր են այն կանխատեսումները, որոնք տենց շատ մարդիկ ունեն, որ պետքա որ ամեն ինչ վատ սցենարով գնալ, ուր ենք մենք հիմա գտնվում, ինչի՞ չի ավելի վատ հիմա։ Այսինքն մենք հիմա պետք է գոհ լինենք, որ թե վատ է գնում, բայց այնքան վատ չէ, ինչքան կարելի է սպասել, դե պետք չի գոհ լինել, ուղղակի հասկանանք ինչը դրան բերեց, գուցե ինչ որ մի խաղաթուղթ կա, որ մենք չգիտենք, որի շնորհիվ ինչ որ տենց ստվերային ուժեր նախախնամությամբ պահում են ստաբիլիություն ռեգիոնում։ Դե ակնհայտ է, որ կան շատ լուրջ շրջանակներ, որոնք Նիկոլին աջակցում են, հատկապես հաշվի առնելով այն ծրագրերը, որ ինքը կատարում է այդ շրջանակների համար։ Ինքը մտել է այդ խաղի մեջ։ Ես նորից եմ ասում, ասել եմ արդեն, որ ես չեմ ասում, որ ինքը վերբով կարած ագենտ է։ Որտեվ դա դրա համար տես բան ասելու համար պետք է ապացույցներ ներկայացնել, բայց որ ասենք ինքը կարող է վերցնի ու ինչ որ խաղ խաղա, որը ձեռնտու է շատ կոնկրետ կենտրոններին, որոնք իրան հետո կաջակցեն դրա համար, որ ինքը իշխանությունը պահի, դա մի բան է, որ ինքը հանգիստ կարող է անել։ Եվ իսկապես շատ դժվար է հասկանալ, թե ոնց կարող է մի մարդ, որը այսքան կործանում բերեց Հայաստանին, ասենք մենակ Արցախը ինչ ասես արժեր, որ մարդիկ հասկանային, որ գործ ունեն մի ինչ ասեմ, գոնե ապաշնոր անօգնական մի ղեկավարի հետ, որից պետք է ինչքան հնարավոր շուտ ազատվել, բայց ինքը իսկապես այդ շրջանակների օգնությամբ կարողանում է նաև բնածին տաղանդնել չպետք է մերժենք, ձիրք կա, իրան միշտ հասարակության կենտրոնում պահելու այդ ձիրքը ունի, անգամ անկախ նրանից, թե ինչ մեթոդներ են կիրառվում, էլ ընդհանրապես ասենք ամեն առավոտ, որ դու զգաս ու մի հատ պաչիկ կամ սրտիկ ուղարկես, արդեն դա դարձրել է բան քաղաքական մի հատ զենք, որը իմ կարծիքով ավելի շատ դատարկության նշան է, քան թե ինչ որ բան ասելու նշան, բայց ժամանակակից տեխնոլոգիաներում, սոցցանցերի, ինտերնետի դա շատ հզոր աշխատում է։ Աշխատում է, հա։ Դե ուրեմն սենց է գումարում եք իր այդ բնածին տաղանդը, որ ավելի շատ գիտեք կապված է մի հատ սինդրոմի հետ հոգեբանական, որ ես սենց կնկարագրեմ այն փոքր երեխաներ կան, չէ, որ ասենք ծնողների ուշադրությունը մի քիչ շեղվում է, իրանք գետնի վրա են անգնում, ոտները սկսում են խփել, ինչ որ ուշադրություն իրանով զբաղվեն։ Հիմա Փաշինյանը ունի տես մի հատ շատ պաթոլոգիկ մի հատ սինդրոմ, ինքը ուզում է միշտ ուշադրության կենտրոնում լինել եւ
դրա համար որևէ միջոց իր համար խորս չի, ասենք որևէ ձև, դա լավ է, վատ է, ինքը տակ իրառում է ու կարողանում է իրան պայել ուշադրության կենտրոնում, դա հիմա կարևորագույն քաղաքական զենք է դարձրել։ Ուրեմն այդ ձիրքը գումարած այդ շրջանակների օժանդակությունը, գումարած այն, որ ինքը կարողանում է ծախել արևմուտքի վրա այն գաղափարը, որ ինքը հիբրիդային պատերազմ ատանում Ռուսաստանի դեմ, հետևաբար բոլորն ովքեր նրան խանգարում են կամ ընդդիմախոս են կամ օպոնենտ են, նրանց պետքա վերացնել հիբրիդային պատերազմի օրենքներով եւ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները այդ մարդկանց վրա չեն կարող տարածվել։ Այդ սա գումարում եք իրար ու ստացվում եք այդ կատարյալ կոկտեյլը, որը հիմա այսօր գործում է Հայաստանում։ Բայց մի հատ էլ բաղադրիչ կա այդ կոկտեյլում, որի մասին ինձ թվում է շատ չենք խոսում։ Նաև ընդդիմության լիարժեք այլընտրանք իրան չներկայացնելը, որովհետև այդ կոկտեյլի համար դա էլ է անհրաժեշտ։ Ու հիմա սենց եկեք անկեղծ նայելով տենց գալիք 26 թվի ընտրություններին, ես հələ չեմ տեսնում այն ուժերի դիրքավորումը, որը շատ ռեալ այլընտրանք է առաջարկում այս իշխանության, չկա այս պայծրությամբ։ Ու եթե սրա հետ համաձայն չենք, ուրեմն տենց вообще դատապարտված ենք, որ չի ելնի, բայց եթե համաձայնվենք ինչ-որ պայծ, շանս ունենք, որ կարող է լինի, որովհետև այդ աջակցությունը հա մի կողմից, բայց մյուս կողմից պետք է մի հատ այնպես լավ տարբերակ լինի, որ ժողովուրդը հաճույքով ասի չէ այս դրվածքին եւ գնա դեպի այդ անորոշը։ Շատ ճիշտ է։ Հիմա եթե անցանք իշխող ուժի բնութագրից դեպի ամբողջ քաղաքական դաշտի բնութագիրը, ես դες կարող եմ ասել, որ ամենամեծ մունաթը մենք կարող ենք ունենալ այդ քաղաքական վերնախավի նկատմամբ, որը այս վերջին 20-30 տարվա մեջ Հայաստանում եղել է, մի այդ պարզ պատճառով, որովհետև այդ ամբողջ քաղաքական դաշտը համարում էր, որ Ղարաբաղի հարցը լուծված է, իսկ մենք ասում ենք, չէ, լուծված չի, ու եթե չլուծենք ուժի դիրքերից կամ ճիշտ պահին մենք ունենալու ենք մեծ աղետ։ Ցավոք սրտի ոչ ոք չլսեց մեզ եւ 17 թվին, երբ որ մենք վերջին այդ նախազգուշացումը արեցինք իդեմս մեր նախընտրական կամպանիայի, մենք ստացանք ընդամենը 1.5%, որովհետեւ ձևավորվեց մի կոնսենսուս հասարակական, որ մենք չգիտեմ ինչ պարտվողական քաղաքականություն ենք տանում, ուզում ենք, չգիտեմ, ինչ որ հողեր վերադարձնել եւ այլն, այսինքն չնայած մեր եւ այդ ձևակերպումները, որ ուզում ենք տանք, Ղարաբաղը տանք, այնինչ սաղ պլանը նրա մեջ էր, որ Ղարաբաղը պահենք, բայց դրա համար պետք էր որոշակի կոմպրոմիսների գնալ, Ղարաբաղից դուրս ինչ որ տարածքներ հետ տալ, չեղավ ու ես նորից ասում, այդ մունաթը ավելի շատ մենք կարանք ներկայացնենք ամբողջ քաղաքական դաշտին։ Բայց ես մի բանում ձեզ հետ համաձայն եմ, որ այդ մունաթ պահել ընդհանրապես սխալ բան է եւ շատ վեր թռնել նրանով, որ այ ժամանակին մենք ճիշտ էինք, իսկ հիմա տեսեք ինչա բան, դա էլ է շատ սխալ ստրատեգիա, ես դրա մասին չեմ էլ ուզում խոսեմ իրականում, ուղղակի այդ բանը արտնացրի իմ մեջ այդ մունաթը էլի քաղաքական կառուցողական չի ամեն դեպքում։ Բայց ես համաձայն եմ, այո, ու դա միշտ ասում եմ բոլոր ելույթներում, որ քանի դեռ ես գնացի ազգային ժողով անգամ այդ իմպիչմենտի լսումներին, այդ բանը ասացի այնտեղ։ Ես ասացի ժողովուրդ, ուզում եք իմպիչմենտ, ուզում եք ընտրություններ, ոչ ոք չի աշխատի Նիկոլի դեմ, քանի դեռ չի ձևավորված համազգային մի շարժում, որը ոտքի կկանգնացնի ժողովրդին, որին ասենք ժողովուրդը կհավատա եւ այլն, որովհետեւ ընդեղ էլ ասեցի, ավելի լավ է, այսինքն ժողովուրդը եթե չի տեսնում, որ շանից փախնելով չի ընկնելու գելի բերան, ինքը այդ շանից չի փախնելու։ Հետևաբար մեզ պետք է այդ ալտերնատիվը ստեղծելու, դրա վրա շատ երկար աշխատում էինք, այդ կոնսոլիդացիոն աշխատանքը փորձում էինք անել, առայժմ նորից այդ process-ի մեջ ես գիտեմ, այդ կարող անգամ ծիծաղելի մի քիչ հնչի, որ այսքան ժամանակ ինչու ոչ մի պտուղ չտվեց, բայց այդ բարդ աշխատանք է, Իսկ դրա հիմնական բարդությունը ո՞րն է, որ բոլորը մտածում են, որ մենք առանց ձեր օգնության էլ ինչ որ ձայներ կստանանք ազգային ժողովում, թե այնքան անհամաձայնություններ կան իրար մեջ, որ դրան չի էլ հասնում։ Գլխավոր բարդությունը կապված է մեր քաղաքական էլիտայի էլիտիզմի մեջ։ Չէ, էլիտայի ինչ ասեմ, չհասկանալու մեջ, ինչ նկատի ունեմ։ Ասենք բոլորը կամ շատերը մտածում են իրանց ռեյտինգների մասին, պարլամենտում ինչ որ ստրատեգիաների մասին ընտրական, ոնց անենք պարլամենտում տեղ ունենանք, բան, այս դաշինքով տեղ կունենանք, այն դաշինքով չենք ունենա եւ այլն, այս բաների հաշվարկների մեջ չեն հասկանում, որ լուծվում է շատ ավելի կարևոր հարց։ Իրականում խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանը գնում է դեպի իր
անկախության, ինքնիշխանության, պետականության կորուստ։ Այսինքն այս մի հատ process է տանում հիմա Փաշինյանը, ստանալով նաև աջակցություն շատ շրջանակների, որոնց մասին խոսեցինք, որի գլխավոր end game-ը, բանը, տենց վերջնական տեղը, որտեղ պետք է ասենք, դա Հայաստանը դարձնել վասալային պետություն։ Ադրբեջանի վասալային պետություն։ Այսօր Ադրբեջանն է թելադրում եւ ղեկավարում քաղաքական օրակարգը Հայաստանում։ Նիկոլի միջոցով։ Ոնց պետքա դա ինչ նշաններով զգանք կամ տեսնենք կամ որովհետև ինչն է վասալացնում ու ոնց ինչի մարդիկ դա չեն զգում ու եթե պետքա լիներ երբ կար այս 5 տարին ինչ են սպասում ընտրությունների ինքը տենց շատ դանդաղ process է ու արդյոք այդ process-ին օգնում է այդ trip նախագիծը որը в принципе կարային առանց այդ trip-ի եթե վասալացնում են ավելի հեշտ անեին առանց ինչ-որ միջազգային խաղացողներ բերելու ավելի բիրտ ձևով այդ գործընթացը գնար կարծես թե ահագին ժամանակ նո կոպիտ ասած ավելի անպաշտպան ենք հա քանի գնում է ժամանակը ստաբիլությունն է գալի ավելի դժվար է գնալ դեպի վերադառնալ դեպի ագրեսիա ոնց պիտի զգանք որ դա տենց է դեպի վասալացում է գնում ոնց պիտի զգանք գիտեք սկսենք առաջի կարևոր փաստից որ եթե այն հայտնի է նոյեմբերի 9-ի այդ բանով հայտարարությամբ վատ թե լավ առաջարկված էր մի պլան, որը ուներ որոշակի սիմետրիա շահերի տեսակետից, այսինքն ադրբեջանցիք պիտի ստանային այն նույն անխոչնդոտ բանը, որը հիմա ստացան օգոստոսի 8-ի համաձայնագրով, իսկ Հայաստանը պիտի պահպաներ Ղարաբաղը եւ ունենար Լաչինի միջանցքը, որը պիտի կապեր Ղարաբաղը Արցախը Հայաստանին։ Այսինքն այնտեղ առաջ կար սիմետրիկ պլան։ Սիմետրիան հենց առաջի օրվանից չաշխատեց։ Սիմետրիան չաշխատեց, ես համաձայն եմ, բայց ինչի չաշխատեց։ Որովհետև տենց պայմանագրերը պետք է խարսխված լինեն ռեալ ուժի վրա, գարանտի վրա, եթե այն ժամանակ Ռուսաստանն էր գարանտը, պետք է դա աշխատացներ, բայց Ռուսաստանը չաշխատացրեց։ Ես համաձայն եմ, որ Ռուսաստանը ստրատեգիական ինչ որ սխալներ կատարեց, մտնելով այդ ուկրաինական պատերազմի մեջ, իրանց հաշվարկները, որ շատ արագ պետք է այդ հարցը լուծեն եւ իրականում ես ավելին ասեմ, այդ այն ինչ որ կատարվեց 20 թվականին, դա Ռուսաստանի համար ոնց որ իր թիկունքները ամրացնելու մի հատ գործընթաց էր, որ թուրքերի ադրբեջանցիների այդ հարցերը լուծեն, որ ավելի հանգիստ կարողանան զբաղվել Ուկրաինայով։ Բայց ուկրաինական պատերազմը շատ երկար տևեց, ռուսները ըստ էության հակառակ իրենց հաշվարկների մխրճվեցին մի ամբողջ դե գիտեք ես արդեն մաշեցման պատերազմի մեջ եւ հետեւաբար թուլացան, բայց այստեղ շատ ակտիվ դեր խաղաց նաեւ Հայաստանի դիվանագիտությունը եւ Նիկոլ Փաշինյանը, որը այդ վիճակում ես կարծում եմ որ կարելի էր այնուամենայնիվ ոչ թե այդ պոզայի մեջ կանգնել, ախ դուք չեք կարողանում ոչ ոման, ուրեմն ընդհանրապես գնացեք ստեղից, ես պիտի Ղարաբաղը ճանաչեմ Ադրբեջանի կազմում, այդ հարցերը լուծեմ ու գնամ դեպի արևմուտք։ Ես կարծում եմ դա սխալ ստրատեգիա էր, իրականում կարելի էր ավելի ճիշտ մոտեցում ունենալ, ոչ թե ավելի շատ թուլացնել Ռուսաստանի դիրքերը, փորձել այնուամենայնիվ իրանց ներկայությունը օգտագործել նրա համար, որ ինչ որ բաներ կարողանանք փրկենք։ Բայց դա չարվեց եւ դրա գլխավոր իտոգը այն էր, որ հիմա մենք այդ սիմետրիկ պլանի փոխարեն ունենք բացարձակապես միակողմանի լուծում Ադրբեջանի համար։ Ես անգամ ժամանակին առաջարկում եմ, ասում եմ, եթե լավ Ղարաբաղը արդեն գնաց, հա, Լաչինը գնաց 23 թվին։ Այդ դեպքում գոնե պետքա փորձել ստանալ ինքնիշխանության փոխադարձ սահմանափակումներ, այսինքն ոնց որ ադրբեջանցիք պիտի կարողանան անխոչնդոտացնել Մեղրի տարածքով, այնպես էլ մենք պիտի կարողանանք Նախիջևանի տարածքով անխոչնդոտ, հա, ես առաջին էի դեպ առաջարկեցի այն ժամանակ։ Հա, հիմա դրա մասին հետո խոսած եւ Փաշինյանը, եւ Քոչարյանը, եւ այլն։ Հա։ Լավ, օքեյ, հիմա հասկացանք, որ դա հնարավոր չի, որ Ադրբեջանի հնարավոր չի պարտադրել նման վիճակում այդպես փոխադարձ լուծումների։ Օքեյ։ Բայց հիմա մենք գնացինք մի լուծման, որը ըստ էության ուղղակի միակողմանի զիջում է։ Եկեք շատ հեռու չգնանք։ Ստացվում է, որ
Ադրբեջանը ստանում է այն ինչ որ ուզում էր, այդ անխոչնդոտ բանը, անցքը, իսկ մենք ստանում ենք ընդամենը ճանապարհների բացում Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Ասեմ ինչն է այստեղ կարևոր տարբերությունը։ Իդեպ նիկոլական ռոպագանդան փորձում էր անգամ sense բան ասել, որ բայց եթե այդ ճանապարհը բացվում է, այդ ստացվում է մի հատ ճանապարհ Հայաստանով անցնում ու Ադրբեջանը դառնում է շատ կախյալ Հայաստանից։ Շատ։ Հա։ Այս մարդիկ չհասկացան, որ անխոչնդոտի իմաստը հենց սա էր, որ Հայաստանը այլևս որևէ ռեժիմ փոխելու բան սուբյեկտայնություն չի ունենալու։ Այսինքն սա այն էր ինչ որ պետք էր Ադրբեջանին, այսինքն Ադրբեջանին պետք էր մի ուղի, որը լինելու է, ասենց ասեմ, ունենալու իմունիտետ հնարավոր Հայաստանի հնարավոր կառավարության տրամադրությունից կամ ինչ որ քաղաքականությունից եւ այլն չի ազդելու։ Հայաստանը իրավունք չի ունենալու փոխել այդ ռեժիմը։ Այ Ադրբեջանը կարա, երբ ուզի կբացի, Ալիև ասեց, հեսա թույլ եմ տալիս տրանզիտը, վաղը մի քիչ վատ կպայի Հայաստան իրան, կասի կանգնացնում եմ տրանզիտը։ Այսինքն Դե մի օր մեզ էլ հիմա ստեղ չունենք փոխադարձության սկզբունք, թեև մեզ փորձում են համոզել։ իսկ երկաթգիծը, որ կանցնի Հայաստանից կմիանա Ռուսաստանին ու մենք կկարողանանք ավելի ազատ, ավելի անխոչնդոտ, թեև ես ասում եմ հասկանալով, որ այդ ավելի երկար ոչ մեկին անպետք ճանապարհ է, բայց հակափաստարկ որպես դեր ասացին դա է Չէ, ինչի անպետք, դա իրականում կարևոր է։ Ապա բլոկավորում են։ Ճանապարհները բացվում են, շատ լավ է։ Շատ լավ է, եթե ճանապարհները բացվում են, մենք կարողանում ենք ստանալ երկաթուղային չեն բացվում իրականում։ Չէ, ես դες չեմ ասում։ Ես ասում եմ, որ ասենք թե բացվում Բա են։ որտեղ դուք ռոպագանդայի հետ համաձայն չեք։ Ասեմ, եթե ճանապարհները բացվում են, մենք տեսնում ենք, տեսեք, Հայաստանի ամենագլխավոր խնդիրներից մեկը, ընդհանրապես տնտեսական զարգացման առումով, դա այն է, որ մենք այսպես կոչված landlocked country ենք։ Այսինքն նավահանգիստ չունեցող երկիր։ Բոլոր landlocked country-ները ունեն խնդիրներ։ Շվեյցարիան այդ խնդիրը լուծում է Ռեյնի միջոցով, որովհետև Բազելում անհավանգիստ է կառուցել, որը Ռեյնի միջոցով թույլ է տալիս դուրս գալ, ասենք, օվկիանոս, հա։ Ավստրիան, Չեխիան եւ այլ Սլովակիան եւ այլն, իրանք խնդիրները լուծում են Դանուբի միջոցով, այսինքն որովհետև կա ծովային երթևեկություն Դանուբով դեպի Սև ծով եւ հետո դուրս են գալիս աշխարհ։ Հայաստանը այն վիճակում է, որ ինքը ոչ մի նման լուծում չունի։ Այսինքն մենք landlocked country ենք։ Դա ինչ է նշանակում համաշխարհային բանկի գնահատականներով, դա նշանակում է, որ քո transportation cost-ը, այսինքն բանը հաղորդակցության գինը 50% ավել է, քան այլ երկրների համար, որոնք նավահանգիստները ունեն ուղիղ։ Իսկ եթե դու double landlocked country ես, այսինքն եթե դու երկու երկիր անցնես միջև նավահանգիստ, դա բարձրանում է միջև 100% բանը գինը։ Հիմա մենք պետք է այդ խնդիրները լուծենք։ Անկախ հələ մի կողմ ենք դնում բոլոր աշխարհակաղական, քաղաքական խաղաղություն, պատերազմ, սա խնդիրները մի կողմ են։ Ասենք ամեն ինչ լուծվել է։ Մենք ունենում ենք մեկը մնում ենք այդ ստատուսի մեջ։ Հիմա ընդ որում ստացվում է, որ մեր եւ ելքը դեպի Ռուսաստան, եւ ելքը դեպի Չինաստան, Հնդկաստան, այսինքն ելքը դեպի Պարսից ծոց, դեպի մի բան միջերկրական ծով, այդ բոլոր երկերը անցնելու են Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով։ Բոլորը։ Այսինքն մենք դառնում ենք կախյալ երկիր։ Հիմա այդ կախյալությունը եւ տնտեսական գինա ունենալ, որտեղ այդ մարդիկ կարողանալու են ինչ գին ուզեն, քո վրա դրան տրանզիտի գինները ու օգտագործեն դա որպես գործիք եւ տնտեսական ճնշումների եւ քաղաքական։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Ադրբեջանը հիմնականում հետաքրքրում է քաղաքական ճնշումներ, որտեղ իրանք ունեն ծրագիր, որի մասին այսօր Ալիևը եւս մեկ անգամ հետեւողականորեն խոսել է, որ ադրբեջանցիք պիտի վերադառնան Հայաստան։ Նրանք շատ լուրջ ծրագիր ունեն փոփոխելու Հայաստանի ժողովրդագրությունը, բերելով ադրբեջանցիներին։ Սա շատ լուրջ խնդրեմ է, ես դեռ ասեմ, որ ով չգիտի, կարող է երիտասարդ ցելունները չհիշեն, բայց մենք 80-ական թվականներին ունենք շատ լուրջ խնդրեմ, ժողովրդագրական իրավիճակը փոխվում էր հօգուտ ադրբեջանցիների, շատ արագ տեմպերով, սովետական Հայաստանում։ Շատ երեխա էին ունենում։ Շատ երեխա էին ունենում, նաև քաղաքականություն կար, նաև ռայկոմների քարտուղարներին կաշառում էին, ստանում էին նրանցից ինչ-որ բաներ, տարածքներ, բնակության թույլտվություններ եւ այլն, ու շատ մեծ մի հատ բան կար, ժողովրդագրական sense հարցակում էր սկսված, այդ հարցը ինչ որ իմաստով լուծվեց, լավ թե վատ հիմա դրա մասին չենք խոսում, բայց այսօր գոնե այդ խնդիրը չկա, բայց հիմա նորից այդ խնդիրը գալու է կախվելու է մեր վրա, որովհետեւ Ադրբեջանը կիրառելու է
այդ քաղաքականությունը անթակույց ձևով եւ օգտագործելու այդ լծակները, որը ինքը ստանալու է Հայաստանի վրա, իր օրակարգը առաջ տանելու։ Այսինքն, ասենց ասեմ, Հայաստանի ադրբեջանիզացիայի ծրագիրը։ Իրանք այդ խնդիրը ունեն։ Հիմա ինչ մենք կարող ենք սրան հակադրել։ Առաջինը, ես կարծում եմ, այնա, որ մենք պետք է այնուամենայնիվ այդ կախվածությունից Ադրբեջանի դուրս գանք։ Ասենք սա խաղաղությունը կառուցել ենք ամեն ինչ թրիփով, բանով եւ այլն, բայց մենք մեկը մնում ենք այդ կախվածության մեջ։ Ոնց դուրս գալ այդ կախվածությունից։ Ամենաառանցքային լուծումը, բանալին, դա Հայաստանը Իրանի հետ երկաթուղով կապելու ծրագիրն է։ Զանգեզուրով պետք է կառուցել երկաթուղի, որի մասին մենք խոսում ենք, որի պրոյեկտը կա, որը հաշվարկված է, բոլոր ամբողջությամբ դոկումենտացիան կա, կամուրջների քանակով, թունելների քանակով, ամեն թունելի ու կամուրջի պրոյեկտը սարքած, հաշվարկված եւ այլն։ Այդ ամեն ինչը կա։ Կարծեմ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից մեկում էլ դա կար։ Ապրեք, դա 2008 թվին Սերժ Սարգսյանը հայտարարեց, հետո իրանք սկսեցին դրա վրա աշխատել, հիմա չգիտեմ լուրջ, ոչ անլուրջ, բայց իրանք հասան նրան, որ սկզբից նախապրոյեկտային բանը ստեղծվեց, այդ դոկումենտացիան հետո էլ ամբողջությամբ հաշվարկվեց Չինական մուտք չի եւս մի սահմանափակ սանկցիաների տակ գտնվող տարածք։ Դա ինձ չէ՞ որ մուտքը ամբողջ աշխարհին մեկ էլ միանգամից։ Չէ, տես չի։ Նախ Հայաստանը, տեսեք, քանի բան է միանգամից բացվում։ Առաջինը, Գագարինից մինչև Ագարակ սարքվում է երկաթուղի, այսինքն այնտեղ 20 станция կա, որ ասենք ուղղակի այդ բնակիչները սկսում են ապրել, էլի տնտեսապես, այդ բոլոր բնակավայրերը սկսում են զարգանալ։ Այսինքն Հայաստանը ինքը իր հետ է կապվում, նախ սկսենք դրանից։ Երկրորդը, Իրանը հասկացանք, ունի սանկցիաներ, բայց երրորդ երկրների հետ կապերը, ասենք մենք կարանք Հնդկաստանից, Չինաստանից, չգիտեմ, Սինգապուրից, Մալայզիայից ապրանքներ բերենք տրանզիտով։ Մեզ եվրոպական ապրանքներն են հետաքրքրում։ Միայն Բոտաս, Բաթեմոն, չգիտեմ, հա, այդպես բաներ։ McDonald's բացվի։ Լավ, դե մենք հասկանում ենք, որ իրականում տնտեսական այդ կշիռը նաև կամաց փոխվում է դեպի Հարավային Ասիա եւ այլն։ Այսինքն ու այստեղ կարևորը այն չի, որ դու քեզ Եվրոպան է հետաքրքրում, այստեղ կարևորը այն է, որ դու պետք է ունենաս ընտրանքի ազատություն։ Դրա վրա է խարսխվում երկրի զարգացման հնարավորությունը։ Լոգիստիկան պետք է բաց լինի։ Մենք լոգիստիկայի առումով ամենափակ երկիրն ենք աշխարհում, երևի չգիտեմ, կան երևի էլի 2-3 հատ, որ կարելի ավելի վատ վիճակի մեջ դնել, բայց Հայաստանը այդ խնդրը պետք է լուծի։ Ուրեմն տրանզիտը, սև ծովը կապում է Պարսից ծոցի հետ, դա արդեն շատ լուրջ տրանզիտ է։ Իսկ եթե սարքվի նաև ռուս-վրացական երկաթուղին, Ինգուշետիա, որի մասին ինչ-որ խոսակցություններ գնում են, ասեն դու ունենում ես արդեն Վրաստանով դեպի Ռուսաստան։ Բայց Տրամպը հիմա չի ասի, որ Հայաստանից մեջքից խփում է ուզենալով Իրանի հետ երկաթգիծ։ Շատ կարևոր հարց եք տալի։ Ես ուզում եմ հիշեցնել մի բան, ես սրա մասին միշտ ասում եմ։ 1993 թվականում Ադրբեջանը գտնվում էր մշտական քաոսի մեջ, հեղաշրջումներ, խնդիրներ եւ այլն, ինչու, որովհետեւ Ռուսաստանի ու Արևմուտքի մեջ մրցակցություն էր գնում նավթային ռեսուրսների համար։ Ադրբեջանի բաններ, բրիլյանտներ։ Ինչ արեց Ալիևը, Հեյդար Ալիևը, օգտագործելով իր բանը հեղինակությունը, իր քաղաքական կարողությունները եւ այլն։ Ինքը կարողացավ համոզել, որ բոլոր մրցակցողները որպես փայտեր մտնեն միջազգային կոնսորցիումի մեջ, որը սկսեց Ազերի, Չիրակ, Դյունեշլի այդ բաների, այդ նավթահորերի այդ գործարկումը, այսինքն որը հռչակվեց 94 թվին որպես կոնտրակտ վեկը, հիշում եք երևի, բան դարի գործարքը։ Հիմա, այսինքն այն աշխարհաքաղաքական մրցակցությունը, որը իրականում վերածվել էր Ադրբեջանը քայքայող հակամարտության, ինքը կարողացավ լուծել ներդաշնակեցնելով բոլորի շահերը, որովհետև դե հիմա ասում է Լուկոյլ քեզ պետքա 15% քեզ ենք տալիս, չգիտեմ, British Petroleum-ին 10% քեզ եւ այլն, բոլորին sense ֆրանսիացիքին էլ բան, բոլորին տվեցին։ Եվ միանգամից Ադրբեջանում ձևավորվեց աշխարհաքաղաքական մի հատ հանգստություն, ու Ադրբեջանը սկսեց զարգանալ, աճել, նավթադոլարները գործածել, հետո էլ ուժեղացավ, հետո էլ գիտեք ինչ բերեց մեր գլխին։ Մենք հիմա հայտնվել ենք նույն վիճակում։ Այսօր ամենակարևոր ակտիվը, որ մենք ունենք, դա աշխարհաքաղաքական տեսակետից, դա Սյունիքն է, Զանգեզուրն է, որովհետև այդտեղ ինքը ունի տրանզիտային կարևորագույն նշանակություն։
այստեղ բախվում են աշխարհակահական շահեր եւ այլն։ Գնում է կատաղի մրցակցություն նրա համար, թե ով կտիրապետի այդ տրանզիտային արժեքին, որը մեզ է պատկանում դեյովը։ Իսկն այդտեղ Հայաստանը ունի շատ լուրջ գործ կատարելու։ Հայաստանը պետք է, այո, շատ դժվար դիվանագիտությամբ, շատ դժվար։ Ես համաձայն եմ, ամերիկացիք էլ չեն սիրի դա, Իսրայելն էլ չի սիրի, որովհետև իրանք իրականում տենում են դա այդ տրիպը որպես մի գործիք, որով պետք է Իրանին մեկուսացնեն, Ռուսաստանին դուրս հանեն Կովկասից եւ այլն եւ այլն։ Հա, բայց դա էլ է խնդրեմ, որովհետև եթե այդ մոտեցումն է, իսկ ինչա Ռուսաստանն ու Իրանը այտենց հանգիստ կուլ են տալու դա, բնականաբար իրանք էլ պետք է կռվեն այդ նույն բանի համար, այդ նույն ակտիվի համար, ու եթե այսօր նորից ենք ասում մի քիչ անօգնականությունից կարող է Ռուսաստանը չի կարողանում ինչ-որ բաներ անել, վաղը կարող անի։ Այստեղ աշխարհակահական մի հատ ռումբ կա։ Մեր ասած այնա, որ մենք պետք է աշխարհակահական բալանս կառուցենք, այսինքն պետք է իսկապես ստեղծել ոչ թե Զանգեզուրյան միջազգ, այլ Զանգեզուրյան հանգույց, խաչմերուկ թողելի, բայց մի քիչ տարբերվենք էլի։ Չէ, բայց իրանք ասում են խաչմերուկ, իրանք նկատի չունեն երկաթուղի դրա մեջ։ Իրանք երկաթուղային խաչմերուկ նկատի չունեն։ Բայց իրանք դեմ են այս իդեային։ Այստեղ գալիս ենք ամենահետաքրքիր պահին։ Որովհետև թվում էր, չէ, ինչ են մեզ ասում։ Ասում են դե տրիպը նորմալ է, ինքնիշխանությունից ոչ մի չի պակասելու, երրորդ երկրները կարող են ինչ ուզեն կառուցեն, բանով թողան, իրանցիք էլ ինչ ուզում են կառուցեն եւ այլն։ Շատ լավ։ Դե եկեք բան անենք, կանչենք մի հատ BRICS կոնսորցիում ստեղծենք, որովհետև շատ գրգռված կլինի եւ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ Հնդկաստանը, եւ Չինաստանը, դա փայել է տալիս բոլորին այդ բանի մեջ։ Եկեք մի հատ երկաթուղի կառուցեն բոլորով միասին, այդ թվում թող Հայաստանը, առաջարկեք փայել նաեւ Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին, Ամերիկային, Թրամփը կոմերցիոն գործարքներ շատ է սիրում։ Մի հատ էլ այդտեղից բան կգա շահույթ բան, ու մի հատ աշխարհակահաղական խաղաղություն ենք այս փոքր տեղում կնքում, այսինքն մեր մեսիջը սա, ապեր, որտեղ ուզում եք կռվեք, ստեղ մի կռվեք։ Ստեղ մենք սուվերեն պետություն ենք, որը պետք է ինքը կարգավորում է իր ռեսուրսները, ու այնպես է կարգավորում, որ բոլորդ ինչ որ օգուտ ունենում եք դրանից։ Այս պետք է լինի մեր քաղաքականությունը։ Իսկ իրանք ինչի՞ չի կարող Նիկոլը դա անել։ Գալիս ենք մեր խոսակցության վերադարձին։ Նախ սուտ է, որ մենք ինքնիշխանությունը պահպանել ենք։ Այ հենց այդտեղ է։ Ինքը չի կարա, ինքը արդեն մտել է անց գործարքների մեջ, որտեղ իրանք գլխին կտանք ասեն, էս է ուղին ու վերջ։ Դուք բացառես։ Զուտ էմպիրիկ փորձով, հա, որտեղ ինքը ասում է, որ մենք ինչ որ աննախադեպ բան ենք արել, միշտ կարծա հակառակը։ Այսինքն, եթե ասում է սուվերենություն ենք, հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ, զուտ էմպիրիկ երևի չէ, բայց հաստատի ինչ ունենք հակադրելու, բացի մեր ինտուիցիայից էս հարցում։ Չէ, ինքը հիմա ուղղակի բանա լրիվ հլու հնազանդ ենթարկվում է այս մի հատ ծրագրին, այս sense ասեն թուրանական, այդ որի անունը դրել են տրիպ, բայց Ալիևը հետևողականը շարունակում է դա կոչել Զանգեզուրի միջանցք եւ ասում է ոչ մի օր էլ Հեյդար Ալիևի անվան կդարձնենք։ Էլ չեմ ասում այն մյուս ծրագրերի մասին, որ ես արդեն խոսեցի։ Հա, բայց տես ես խոսում եի բանի մասին, չէ՞, ինչ կարանք հակադրենք։ Այս մեկը սա է, որ երկաթուղի կարանք կառուցենք, որը մեզ կախվածությունից հանում է Ադրբեջանից ու Թուրքիայից։ Այսինքն էլի մենք ելնենք խաղաղության մեջ, էլի մեր մատ ընտրենք, ասենք, մեզ ավելի շահավետ է, որ Ադրբեջանով անցնի որևէ թրաֆիկ, թե Իրանով։ Այդ դեպքում Ադրբեջանն էլ է սկսում քո հետ գնալ զիջումների, ասում է լավ, ես գինը կիչացնեմ, դու մենակ սենց անցկացրա եւ այլն։ Այս մի խնդիր է, երկրորդ լուծումներն եմ ես առաջարկում։ Օրինակ կներեք, վաղը որ սաղ էս կարգավորվեց, Ադրբեջանը սկսում է մեծ էքսպանսիա նկատի ունեմ հող առնելու, բնակիչներ բերելու, ընդհանրապես սկզբից Զանգեզուրը, իսկ ընդհանրապես ամբողջ Հայաստանում իր դե ունի չէ պոտենցիալ, ունի փող ունեն, ամեն ինչ ունեն, կապիտալներ ունեն։ Իսկի Շուշիում որ ուզում էին ինչ որ վերաբնակեցնեն, որտեղ տենց էս 5 տարում առաջ չեն գնաց։ Այդ կապված է իդեպ շատ կարևոր է Զանգեզուրի կորիդորի հետ։ Մինչև Զանգեզուրի կորիդոր չլինի, այդ կողմերը չեն լրջորեն չեն զարգանա։ Այ որ Զանգեզուրի կորիդորը լինի, այն ինչ որ իրանք ուզում են, այդտեղ կսկսի մեծ ծաղկում եւ այլն եւ այլն։ Բայց չընդհատենք ձեր։ Հա, հիմա այդ վտանգը կա, չէ՞, այդ էքսպանսիայի կապիտալի բնակեցման պահանջները դրված են, պետք է ադրբեջանցիք վերադառնան, վաղ կասեն դպրոցներ պետք է բացեն, ադրբեջաններն պետք է ուսուցանվի, ազան պետք է մսկիթներ, ազան պետք է հնչի եւ այլն, չէ՞, կարա ասած, հա, կարան գնանք։ Այս վտանգը կա,
ինչի է սա վտանգ, որովհետև Ադրբեջանը այսօր մի պետություն է, որը կառուցված է արմենոֆոբիայի, այնպես սիստեմային արմենոֆոբիայի վրա։ Գիտենք, դպրոցներից մինչև անալիտիկ կենտրոններ, բան բոլորը զբաղված են այդ գործով։ Հիմա մենք կարող ենք վստահել այդ պետությանը։ Մենք կարող ենք գնալ խաղաղություն, բայց վստահել չենք կարող։ Այսինքն պետք է մենք նաև մի հատ ուրիշ բան անենք։ Մենք պետք է ընդունենք Ամերիկայում հայտնի այդ սկզբունքը կա most favored nation։ Տեսել եք այդ բանը, այդ կարգավիճակը, որ իրանք տրամադրում են որոշ երկրներին։ Այդ կարգավիճակի իմաստն է, որ ինքը ինչ որ մի երկիր համարում է անկերական երկիր, բարեկամական երկիր, որի հետ ինքը ուզում է ավելի խորը տնտեսական հարաբերություններ ունենա, հետևաբար առևտրային կարգավորումները շատ ավելի նպաստավոր են այդ երկրի համար։ Ամերիկան շնորհում է այդ բանը, այդ կարգավիճակը որոշ երկրներին։ Դա շատ կարևոր զենք է քաղաքական, ինքը կոչվում է most favored nation։ Կարող եք բան անել, փնտրեք Google-ով, տեսնեք, այսինքն նախասիրելի ազգի կարգավիճակը դա։ Մենք հիմա դա չունենք, այդ որ ռազմավարական ինչ-որ բան ստորագրեցինք ընկերության պայմանագիր, դա այդ մասը չի։ Չէ, Հայաստանին չի տրված, ինչքան գիտեմ, most favored nation կարգավիճակ, բայց ես խոսում եմ, որ մենք մեր օրենսդրության մեջ մտցնենք այդ նախասիրելի ազգի կարգավիճակը։ Այսինքն մենք այդ կարգավիճակը հենց հիմա կարանք տանք Վրաստանին, Всё. Չէ, Վրաստանին էլ, Իրանին էլ կարանք տանք, Ռուսաստանին էլ, Եվրոպային էլ կարանք տանք, Միացյալ Նահանգներին էլ կարանք տանք։ Մեծ հաշվով այդտեղ խնդրեմ չունենք։ Մեր խնդրեմը այն անվստահությունն է սիստեմիկ, որը գոյություն ունի կապված Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններով։ Ախպեր, ապացուցեք, ինչ որ ժամանակ է պետք, ապացուցեք, որ դուք այդ սիստեմային արմենոֆոբիան հանել եք ձեր գաղափարախոսությունից, որ դուք այլևս չեք հետապնդում տենց ինչ որ էքսպանսիոնիստական նպատակներ, խաղաղ մեթոդներով։ Եվ այդ ժամանակ մենք ձեզ էլ կշնորհենք այդ կարգավիճակը։ Ինչը նշանակում է, որ այո, միգրացիոն որոշ ավելի նպաստավոր քաղաքականություն կստեղծենք, ինվեստիցիոն ավելի նպաստավոր միջավայր կստեղծենք ձեր համար, բայց այդ ամբողջը նրանից հետո երբ որ մեր վստահությունը վերականգնվի։ Այսինքն ուզում ասեմ, կան գործիքներ, ինքնիշխան երկրի կառավարման գործիքներ, որոնցով դուք ես խաղաղությունը ուժեղացնես։ Սկսենք այնց որ խաղաղություն չկա, ստորագրությունը չկա։ Դե դա։ Անցնենք այն կետին, որ իսկ եթե լինի ու Ադրբեջանը շարունակի պահպանել իր ճնշման բոլոր գործիքները, սա խաղաղություն չի, սա ուղղակի դանդաղ մահ է Հայաստանի համար։ Էսա, ես կարծում եմ շատ կարևոր խնդիրներ են, որ պետք է լուծվեն։ Զիլ շահումներ գովազդային վիճակախաղի շահողները արդեն ստացել են իրենց շահումները, բայց Զիգզագը դրանով չի սահմանափակվել եւ ունի լավ նորություն ձեզ համար։ Զիգզագի 30 ամյակի կապակցությամբ մեկնարկում ենք Զիլ շահումների երկրորդ փուլը, որտեղ եւս 25 հաջողակներ հնարավորություն կստանալ դառնալ Զիլ շահողներից մեկը։ Այսպիսով նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը շտապ եք կատարել 50,000 եւ ավելին գնումներ Զիգզագի բոլոր վաճառասրահներից եւ ստանալ հնարավորություն մասնակցելու Զիլ շահումներ գովազդային վիճակախաղին։ Խաղարկվելու են iPhone 17 Pro 256 GB Orange, MacBook M1, Dyson Airwrap մանուշակագույն վարսահարդարիչ, PlayStation 5 Slim եւ iPad 11, յուրաքանչյուրից 5 հատ։ Դե ինչ ամենում, շտապ եք կատարել գնումներ եւ դառնալ Զիլ շահողներից մեկը։ Զիգզագ, մեր ծնունդին Զիլ շահումներ։ Okay, այն ինչ որ ասում եք, շատ լավ է հնչում, բայց ես փորձում եմ տենց ուժի ու ռեալ մեր հնարավորությունների տեսանկյունից նայել, համոզել BRICS-ին, որ գան հաբ ստեղծեն հանգույց Սյունիքում, որով երկաթգիծ կանցնի հիմա, երբ շատ ավելի քիչ խաղաթղթեր ունեն, քան ասենք 2008-ին, երբ Սերժը մտածում էր դրա մասին, բայց չկարողացավ, ենթադրում եմ նաև օբյեկտիվ պատճառներ կան, այդքան հեշտ չի ենթադրում այդ ամեն ինչը։ Ու հիմա դա ես տենց կոնտեքստով զգում եմ, որ դուք տանում եք դեպի դիվանագիտություն, այսինքն դիվանագիտական տենց ագրեսիվ ուժեղ աշխատանք պետք է տարվեր, որ համոզեր տենց Չինաստան, Ռուսաստան գային ստեղ փայատներ դառնային, դա չի էլի, չեմ պատկերացնում, ռեալ ոնց պետք է համոզենք, ինչ տենց գազան դիվանագետներ պետք է ունենանք, որ դա անի Ռոբերտ Ամստերդամ տեսել եք այդ մեր ուրախությունն է ու կա ռեալ պոլիտիկա, հա, այն հնարավորությունները այս trip-ի պլյուսներից, որ ես տեսնում եմ, մի հատ վերացարկվենք, հա, որն է մեր
կողքի հարևանների տեսանկյունից եմ նայում, որ նա մեր վտանգը իրանց համար, որ իրանք տենում են, արա դե ոնց որ երկիր է, երկու կողմն է, արանքում Սյունիքն է, տենց ոնց որ տենց խանգարում է։ Հիմա եթե ասենք թե թրիփը կա, թեկուզ ինքը տենց ազատ է, այդքան չի վրացվում, այդ մտավախությունը արանքից դուրս չի գալի, որ վсё, իրանք ոնց որ կոպիտ ասած, էլ անհանգստանալու կամ վտանգ պետք է որ չզգան, մանավանդ եթե ինչ որ տենց անխոչնդոտ է բանա, որ մենք էլ հա գուցե այդքան չօգտվենք տնտեսապես, բայց գոնե անվտանգային առումով ինչ որ տենց զարգացման մի քանի տասնամյակի հնարավորություն ունենք, որ մեր տնային աշխատանքը անենք ու ժառանգանք։ Գիտեք ինչ, եթե 100% վստահ ենք, որ Ամերիկան շատ լավ վիճակում է ու դեռ մի քանի տասնյակ տարիներ սենց շատ կայուն ու հստակ ներկայություն ունենալու Հարավ Կովկասում ու commitment ամենակարևորը նվիրվածություն ունենալու է այդ բանին, կարելի է այդ դրան լուրջ վերաբերվել, ասել, օքեյ, իրանք չեն թողնի նախ Ադրբեջանը իր պլանները իրականացնի, մեր դեմ եթե ունի այդպես պլաններ, իրանք ու երկարաժամկետ ոնց որ զոնտիկի տակ կլինենք, ինքը ամեն ինչ կապահովի։ Ցավոք սրտի աշխարհի ներկա վիճակը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա վիճակը եւ ընդհանրապես արևմուտքի ներկա վիճակը նման մեծ վստահության տեղիք չի տալիս։ Մենք չենք կարող ասել ինչքան կայուն է Ամերիկայի նվիրվածությունը այս գործին, ասենք կարող է դա ասենք ես անգամ լսել եմ, որ ամերիկյան դիվանագետները որոշ նախազգուշացումներ են անում, որ 3 տարի ունեք ախպեր։ Դե 3 տարուց անդրությունները, հա։ Հա, ինչ անում եք հիմա արեք եւ այլն մենք, այսինքն այս զոնտիկը կարող է մի քիչ ժամանակավոր զոնտիկ է, էլի։ Այսինքն մենք այնուամենայնիվ ինչքան էլ սա կարող է թվալ ինչ որ լուծում, մենք պետք է փորձենք ամրապնդել այս խաղաղությունը լրացիչ երաշխիքներով։ Հիմա ասում եք դիվանագիտությունը շատ դժվար բան է։ Նախ BRICS ասելով ես հստակ բացատրեմ, BRICS ասելով ես նկատի ունեմ BRICS կազմակերպությունը։ Ես նկատի ունեմ շատ կոնկրետ երկրներ, որոնք այդ բանում կան, այսինքն Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, որտեվ դե պարզ է, չէ՞ որ հարավային Բրազիլիան շատ մեծ շահեր Զանգեզուրում չունի։ Դրա համար այդ կոնկրետ 4 երկրի մասին է խոսքը գնում։ Ну Վրաստանն էլ իդեպ կարևորագույն պարտներ կլինի այս գործում։ Վրացիք էլ այդ խնդրեմ ունեն։ Իրանք հեչ երջանիկ չեն թուրք-ադրբեջանական կապիտալի տիրապետությունից Վրաստանում իրանք շատ լուրջ մտահոգություններ ունեն այս առումով, որ իրանք հատկապես երբ որ այս բանը կառուցվի, թրիպը կառուցվի, Վրաստանը իր դերը տրանզիտային տենց երկրի բավականին թուլանալու է։ Այսինքն իրանք էլ են մտահոգված, իրանք էլ են ուզում ալտերնատիվ լուծումներ, իրանք էլ են ուզում դուրս գան։ Իրանք գոնե նախապատրաստվում են, այն Քերոփյանի առաջարկած 4 նավահանգիստը իրանք փոստացին, սարքեցին։ Հա, հա։ Այսինքն այդ առումով Վրաստանը մեր դաշնակիցն է։ Հիմա իհարկե դժվար դիվանագիտություն է, բայց եթե շահ կա, ես վստահ եմ շահ կա։ Այսինքն ինչու՞ պիտի ասենք Չինաստանը, որ ամբողջ աշխարհով մեկ այդ One Belt One ինչա կոչվում այդ ծրագրով One Road One Belt ծրագրով ամենուրեք կառուցում է ուղիներ, տրանզիտային, տրանսպորտային բան, որոնք բոլորը բերում են Չինաստան։ Այսինքն ինչի՞ պիտի Չինաստանը չուզենա մի նման բանի մեջ մասնակցի։ Հնդկաստանը վաղուց է դրա մասին խոսում, որ պետքա Չոբահար նավահանգիստը հիմա իրան կառուցել են Իրանում եւ այդ Չոբահար նավահանգիստը պետքա կապել երկաթուղով Հայաստանի հետ, դուրս գալ Վրաստան, Սևծով, Եվրոպա։ Փողը գտանք, պաստորան։ Հա? Փողը գտանք, որ ոնց կա։ Հա, հիմա այստեղ ասենք նաեւ Իրանի ու ներողություն, Հնդկաստանի, Չինաստանի մեջ կան ինչ որ հակասություններ, գեոպոլիտիկ ազդեցության, բան եւ այլն, իրենց մեջ կոնֆլիկտային բաներ կան, որը իհարկե վերջին շրջանում բավականին մեղմացել են, որովհետեւ Ամերիկայի ճնշումները իրանց միավորեցին։ Հիշում եք այդ վերջերս Շանհայի այդ բանի ժամանակ ինչեր տեղի ունեցան, երբ որ Թրամփը շատ նեղվել էր, որ Մոդին, Սինձիպինը ու Պուտինը տենց միասին կանգնած շփտալով որպես լավագույն բարեկամներ խոսում են։ Հա, թվիթ արեց նեղացած։ Թվիթ արեց, ասեց, լավ, այդտեղ դավադրություններ բանարեք, իմ դեմ կտեսնենք։ Այսինքն ես էլ էները կարդացի, որ Թրամփը ասում էր, որ Մոդին զանգեց, ասես մենք ստե ոչինչ Պակիստանի հետ բան ենք անում, գրում ենք, ասում են ոչինչ, ասում են հետո Պակիստանի նախագահը զանգեց, ասում մենք ստե Հնդկաստանի հետ, ու ասում ուզում էի կանգնացնել, բայց իրանց ոնց որ թե այդ կոնֆլիկտային վիճակը բավականին ձեռնտու է։ Դες որ հա, դա տենց կարա շարունակվի, էլի։ Չէ, բայց այդ մեկը համարում են իբր թե կարգավորված այդ մի կոնֆլիկտը։
Լավ, այդ չի հարցը։ Հիմա իրականում բարդ խնդիր է, բայց նախ քո երկիրը, որ այդ ասեթի տերն է, այդ ակտիվ է, այդ բանը Զանգեզուրի մեր տրանզիտային այդ տարածքը, դա մեր ակտիվն է։ Այո։ Ընդ որում, քանի որ Նիկոլի վարած քաղաքացիական պատճառով, նաև նախորդների, որոնք չգնացին Ղարաբաղյան կարգավորման, Հայաստանը շատ թուլացավ որպես պետություն։ Այդ ավելի շատ ուզում են ոչ թե Հայաստանի հետ բանակցել, ավելի շատ մտածում են ոնց այդ ակտիվը ձեռք տանենք ուժով։ Ադրբեջանն մտածում դրա մասին, Թուրքիան, то Ռուսաստանն էլ է մտածել, то Ամերիկան էլ է մտածում, բոլորը մտածում են դրա մասին։ Բա հենց այդ նաև այդ ակտիվին տեր կանգնելու քաղաքականությունն է։ Ու եթե դու գտնում ես ֆորմուլա, որը ներդաշնակեցնում է շահերը, դա է քեզ տանում դարձնում ինքնիշխան պետություն։ Այո, դու պետք է գտնես ֆորմուլա, որը բոլորին ձեռք կտա։ Իսկ դա համար պետք է ակտիվ բանակցություն։ Առաջի խնդիրը, որ մենք պետք է լուծենք գալով իշխանության, լինելու է այդ կառուցել շահագրգռված երկրների կոալիցիա երկաթուղու ստեղծման հարցում։ Եվ ես շատ լավ պատկերացնում եմ այդ խնդիրների կարգավորումը։ Բանը ռացիոնալ խաղացողներ են այդ երկրները։ Դու իրանց հետ պետք է խոսես, դու պետք է կամք ունենաս։ Այսօր ոչ ոք չի հավատում, որ Հայաստանը այդ կամքը ունի։ Նման ասենք պրոյեկտը միջև վերջ հասցնել, իրականացնել։ Չեն հավատում, ու ճիշտ են անում, որ չեն հավատում։ Այս կառավարությամբ դա հնարավոր չի։ Ինչ է դրա մասին չի խոսում։ Օրինակ, հա, էլ այդ երկաթգծի դրա շուրջ կոնսոլիդացիա անելու ինչ չի դա հիմա տենց քննարկվող թեմա, տենց կարող է մի երկու տեղ ասել եք, բայց ինքը mainstream չի, հիմա տենց սրտիկները կամ ուրիշ impeachment-ը կամ ինչ-որ վերջին մի տարին ընդդիմությանը որ նայենք, ավելի շատ տենց քոչարյանական ու սերսարքսյանական թիմերի իրար ու տելներ ավելի հաճախ, քան ինչ-որ տենց ռեալ գլոբալ խնդիրների առաջարկներ, որտեվ փոխանակ Փաշինյանի ձեռքից խլեն այդ դրոշակը խաղաղության կամ այդ դրոշակը, որ պետքա ինչ-որ ստաբիլության հիման վրա, այդ ստատուս կվոյի վրա ամրապնդել, ընդհակառակը ինչ-որ ավելի թուլացնում են ընդդիմության դիրքերը։ Սա չի խոսացվում, օրինակ, սա կարող էր, հա, կոնսոլիդացնող ընդդիմության գաղափարախոսություն։ Համաձայն Բայց դες շուր կորածա, չէ՞, հնարավոր։ Չէ, ես ասում եմ մենք շատ ուժեղ աշխատում ենք այս ուղղությամբ, որ կոնսոլիդացնենք այս օրակարգի շուրջ։ Ընդհանրապես մենք ուզում ենք մի հատ process սկսենք, որի անունը պետք է դրվի, ասենք, հայկական օրակարգ, որովհետև մենք պետք է մշակենք այնպիսի օրակարգ, որը բխում է հայ ժողովրդի շահերից, ու դրա շուրջ փորձենք կոնսոլիդացնել բոլոր խաղացողներին։ Դրան հետո կանդրադառնանք։ Հիմա այդ ձեր հարցին թե ինչու չեն խոսում սրա մասին։ Ու իշխանության բանը շատ པարզ է լռությունը։ Որտեղ իշխանությունը նացած դեմագոգիկ բաներ արել, ասում էր, դե մենք խաղաղություն ենք, վատա, ինչա, չգիտեմ, ծախինք, տվինք, Արցախը Զինվոր մանում է սահմանին, չէ։ զիջեցինք, միակողմանիա, ինչա, տավուշնա, էսա, էնա, բան, եւ այդ սաղ արեցինք, բայց վերեցինք խաղաղություն։ Մենք ունենք խաղաղության ծրագիր։ Ու սուտ է, որ խաղաղությունը բերել չեն բերել, բայց իրանք ասում են, իրանք հիմա իրանք գլխավոր հիմա նախընտրական, այսպես ասած, առաքելությունը էս է լինելու։ Իրանք ժողովրդին պետք է համոզեն, որ ժողովուրդ ջան, պատերազմներից հոգնել եք, չէ՞, ձեր զավակների մահվանից հոգնել եք, էսեք, ենեք, բան, մենք միակ ուզենք, որ խաղաղությունն բերեն։ Մնացածը չունեն ծրագիր։ Պետրոս Ղազարյանը կանչում է, ասում է, լավ, ինչ ալտերնատիվ ունեք։ Հա, Ու ոչ մի դրանից ջղայնանում, բայց ինչ չի կանչում։ Դա էլ ձեզ ասեմ։ Հա։ 2023 թվականից հետո ես դարել եմ բան։ Ինչ ասեմ, не въездной, թե не приглашаемый. Не въездной։ Սև ցուցակային։ Հա։ Այսինքն թվում էր, թե պետք է ինքը հիմա կանչեր, ինչ ջախջախեր, ասեր, բա ցույց տուր, դա ինչ ծրագիր է, դուք չունեք ծրագիր։ Այսինքն գլխավոր մեսեջը այսօր օպոզիցիայի նկատմամբ իշխանության էսա, նրանք ծրագիր չունեն։ Նրանք մենակ քննադատել գիտեն, քրֆել գիտեն, մերժել գիտեն եւ այլն, բայց ոչ մի ալտերնատիվ ծրագիր խաղաղության չեն ներկայացնում։ Հետևաբար իրանք պատերազմի կուսակցությունն են, բոլորը։ Okay։ Հիմա ես ասում եմ, ախպեր, մենք ունենք, սկսեք մատ քննարկել։ Մենք ունենք։ Այս լռության է մատնվում, որովհետեւ այդ դեպքում իրաց թեզիսը ջարդվում է։ Որ ընդդիմությունը չունի ծրագիր։ Իսկ այդ նոր մտնող ուժերի հետ սա քննարկում եք, մեր ձևով նա Արման Թաթոյանն է, ինչ որ էս նոր, որ
նաև չեն մտնում այդ պարադիգմի մեջ, հա, որտեղ այն խաղաղությունն է, այսի պատերազմն է, օքեյ։ Հիմա ինձ թվում է ոչ ոք չի կարա դուց լուրջ դեմք ասի, որ սա նոր ձևով շատ ձեն հավաքի անպայման պատերազմ ալնելու։ Իրանց հետ էս քննարկումը կա, որտեղ դա էլ է, այտենց բավականին մեծ պլատֆորմա, որպեսի Դե գիտեք, մենք ոչ չեք թաքցրել էս։ Մենք այս ամեն ինչը ներկայացրել ենք։ Անկամ վերջերս չգիտեմ նկատել եք թե չէ, մենք մի հատ պրեզենտացիա ունեցանք, որտեղ դրա շուրջ խոսացինք որպես սպիկերներ ես, Դավիթ Անանյանը եւ Կարեն Քոչարյանը։ Հա։ Մենք ներկայացրեցինք այս պրոյեկտը։ Այսինքն մենք փորձեր անում ենք դա դարձնել ընդհանուր օրակարգ։ Սեքսի չի, պետք է ասեք, որ ինչ որ հաշվար կանեք, որ ձեր աշխատավարձը այսքան հազարից դառնալու է այսքան հազար։ Այդ է որ ուշադրությունը գրավեցինք, ոնց այս հիմա ինչ որ մենք խոսում ենք, Դրա համար պետք է այդ նախընտրական քո գործիքը կառուցես, այսինքն մի հատ այդ նախընտրական գնաց կպտի կառուցես, որը կսկսի արդեն երթևեկել Հայաստանով եւ համոզել։ Կարծում եք Փաշինյանը 18-ին այսքանը մտածել էր, որ գնաց տառանով սաղանցավ։ Դե հիմա չմտածելու հետևանքը տեսնում ենք, մեկ կարող է շռնդալից հաջողության բերի, մեկ էլ համազգային աղետների, կործանումների։ Այդ տեսել ենք, չմտածելու։ Նայեք, ես ասեմ ոնց կարա անցալվի ժողովրդի ծոցի կողմից։ Այս ամեն ինչը հիմա լավ է, լավ միտք է, երկաթ գիծ, կոնսոլիդացիա եւ այլն, բայց հիմա արդեն կա այս տրիփի ինչ որ շատ թեքիչ հնարավորությունը ծրագիրը, ինչ որ բան նախաստորագրվել է, ինչ որ բան նախապայմանավորվել են։ Հիմա սա օրինակ ինչ պետք է արվի, եթե գա, պետք է սա չեղարկվի այս տրիփը։ Այս շատ կարևոր հարց եք տալիս։ Այսինքն նախ ես ասեմ, մենք իշխանության գալուց հետո բնականաբար հավատարիմ ենք մնալու, ինչքան էլ որ դրանք մեզ համար դժվար պայմաններ են, հավատարիմ ենք մնալու միջազգանորեն ստանձնված բոլոր պարտականություններին Հայաստանի։ Ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ այլ կերպ չի կարող վարվել։ Դու չես կարող քանդես, այսինքն դու միանգամից ոնց որ արդեն սաղ աշխարհին բան ես անում։ Դե կոնֆլիկտ չկա, որ սկզբից ասում ենք, դե ազգակործան է, հետո ասում ենք, դե պետք է ազգակործանին բան։ Չէ, մենք ասում ենք դու այս քայլերով բերեցիր շատ վատ լուծմանը, մենք հիմա պահում։ բայց այդ լուծումը մենք չենք կարող բան անել, պայթեցնել, որովհետև դրանով կպայթեցնենք խաղաղությունը, կայունությունը եւ բանում, նորմալ բան է։ Ամենածանր բանը ինչ որ կարող է անի, երբ որ միջազգանորեն ստանձնված պարտավորություններից դուրս ես գալիս, դու դառնում ես անվստահելի երկիր։ Ում հետ չի կարելի։ Ասեն Միացյալ Նահանգները իրավունք ուներ դա բանը, Միացյալ Նահանգները մեծ են ու հզոր են, ամենահզոր երկիրը, իրանք կարային իրանական գործարքը գալիս է, Տրամպը եկավ, ասա չէ, դուրս եմ գալիս։ Դա credibility վրա ազդում է, բայց Ամերիկան կարա իրան թույլ տա։ Կարա որտեղ վնասը կրի։ Իր credibility-ին sense էլի, որտեղ իր credibility-ին կոմպենսացվում է, credibility կորուստները կոմպենսացվում են իր ուժով, հնարավորություններով, ռազմական, դիվանագիտական եւ մենք այդ տարբերակը չունենք։ Մենք չենք կարող պայթացնել Հայաստանի Հանրապետության credibility-ին, վստահելիությունը։ Մենք չենք կարող ասել, որ լավ, այս մեզ դուր չի գալի, հա դուր չի գալի։ Ու ասում ենք ինչը դուր չի գալի։ Կան մի քանի թերություններ այս պլանի մեջ, բայց մենք չենք գալու էսի պայթացնենք։ Մենք ասում ենք, չէ, լավ, եթե սա խաղաղության ճանապարհը, օքեյ, գնանք, բայց մենք ուզում ենք ամրապնդենք դա։ Մենք ուզում ենք իր թերությունները, որոշակի խնդիրները լուծենք։ Աշխարհակահական այդ բանը ռումբը տակից հանենք, ներդաշնակեցնենք աշխարհական խաղացողների բաները, ստանանք երկաթուղիներ, որոնք չեն գտնվում Ադրբեջանի ու Թուրքիայի կոնտրոլի տակ, այսինքն լոգիստիկ ճանապարհներ եւ այլն եւ այլն։ Բայց մի րոպե, most favored nation-ի այդ նախասիրելի բանը ազգի այդ բանը կարգավիճակի ներգրավումը մեր օրենսդրության մեջ, այսինքն կամաց մենք մի բարելավ ենք։ Բայց Ադրբեջանը այս սա հաշվարկել է, դրա համար խաղաղության պայմանագրում նաև ուզում է կետ մտցնի, որ այդ վերաբնակեցման կետն էլ լինի։ Հիմա եթե ինքը հասցնում է միջև ընտրությունները։ Չի կարա, արդեն խաղաղության պայմանագիրը նախաստորագրած է։ Ինքը այդպես բան չէ։ Ինքը իր ստրատեգիան ուրիշ է։ Ինքը ասում ախպեր ջան, ես շարունակելու եմ քո վրա ճնշել։ Ու ես ունեմ լծակներ, դու էլ չունես։ Մենք չունենք լծակ։ Այդ Զանգեզուրի կամ Trip միջանցքը, ինչ ուզում եք անը դրեք, դա արդեն մեր ձեռից խլել է։ Եթե մենք չկարողանանք միջանցքը վերածել հանգույցի, որտեվ այդտեղ մենք էլի պահպանելով համաձայնությունները Ադրբեջանի համար, ձեզ համար է դա կարևոր, որ դուք կապ ունենաք, կունենաք։
Բայց մենք էլ կունենանք կապը մեզ համար կարևոր Իրանի հետ եւ ամբողջ աշխարհի։ Այսինքն եթե Ադրբեջանը ասած այնա, որ մենք պետք է կապ ունենանք, իսկ դուք ոչ մի բան չպետք է ունենաք, դա նշանակում որ Ադրբեջանը ուզում է մեզ պահի հավերժ բլոկադայի պայմաններում կամ կիսա բլոկադայի պայմաններում, որտեղ ինքը երբ կուզի կխեղդի մեզ, երբ կուզի մի քիչ կբացի, այսինքն շնչելու բանը փողը գտնվելու է իրաց ձեռում։ Նայեք, ես որպես իրավաբան կամ գոնե իրավաբանական սերիալներ նայած մարդ, ուզեմ այստեղ մի փոքր սողանցք գտնեմ։ Որ ասում եք մենք էլ լծակ չենք ունենա այդ trip-ի շրջանակներում, այնտեղ փոխադարձության բառը կարա հետագայում մեզ գուցե ծառայի որպես սողանցք, որտեղ եթե ինչ որ բան մեզ դուր չի գալիս, մեր ուզած ձևով չի հասնում ստեղից այնտեղ Ռուսաստանից ստեղ կամ երաշխ եւ այլն, կարանք ասենք, տեսեք, եթե չի գործում փոխադարձությունը, մենք էլ մեր պարտավորությունները գուցե ինչ որ առումով կարանք բանենք, էլի փոչ խաղացնենք կոպիտ ասած։ Այսինքն հետագայում երբ պնդանանք, երբ տնային աշխատանք անենք, դառնանք ոչ թե 30 տարի շատ քիչ արդյունավետությամբ օգտագործած երկիր, այլ տենց հուսով եմ շատ ավելի տենց ամեն մի բնագավառը ավելի լավ աճացած երկիր, այդ ժամանակ կարանք ավելի խիզախ այդ ամեն ինչը բանենք, էլի դեմ տանք։ Հիմա տենց փոքրիկ չենք կարողացել, չգիտեմ, Ռուսաստան, Չինաստան, բայց ամերիկյան շահը ասենք թե կարողացել ենք գցենք ստեղ։ Հիմա դրանից եթե բանենք, դրա վրա կառուցենք գոնե ինչ որ անվտանգության արխիտեկտուրա, հետո լավ կնի հանգուցել բերենք։ Ես դες հետ համաձայն եմ, իհարկե ամեն ինչ կախված է նրանից ոնց մենք կզարգանան հետագա իրադարձությունները եւ այլն։ Ես դրա համար եմ ասում, մենք հո չենք հրաժարվելու։ Մենք միջազգային պարտավորությունները կառուցենք, արել ես լավ ես արել։ Բայց մենք վստահ ենք, որ Փաշինյանը մի շարք գործոնների պատճառով հոգեբանական այդ իր իշխանության սպասարկման եւ այլն պատճառներով ինքը չի կարող վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն Ադրբեջանի հետ ինչ որ գործարքների հասնելու գործում։ Ինքը չի կարող դա անել։ Սա ոնց եղավ, ինչին էր պետք Ադրբեջանին մի հատ էլ Ամերիկա ստեղ գցել, հա, եթե ինքը կարար իր ձեռով միջանցք ավելի լավ պայմաններով ստանալ։ Ասեմ, իրանք ուզում էին հրաժարվեին նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց դա միակ զինադադարի փաստաթուղթն էր։ Այսինքն եթե դուրս ես գալիս, իսկ 5 տարին լրանումա, գիտեք, չէ՞ նոյեմբերին։ 5 տարին լրանումա ըստ էության ամենակարևոր դրույթը վերաբերում է գնալու օրը, էլի 25 թվական։ Հիմա, այսինքն այստեղ այո, շատ լուրջ հարց կա։ Իսկ ի՞նչն է փոխարինելու այդ զինադադարի փաստաթուղթը։ Այսինքն Փաշինյանին պետք է ստանալ ալտերնատիվ զինադադարի փաստաթուղթ։ Այս հրա վրա խաղաց Ալիևը։ Խաղաց Ալիևը մեջ գցեց բանին, այդ Վիտկոֆին, Կուշներին, այդ ամբողջ Թրամփի շրջապատին, որոնք կապված են, բայց ամենակարևորը լծակը դա Բիբին էր, Բիբի Նետանյահուն էր։ Այսինքն ինքը Հաջիևին, ու շարունակեցեք քանի անգամ Հաջիևը գնաց եկավ Բիբի հետ, Բիբի բան Նետանյահուն հենց էր ընդունում Հաջիևին, ոնց որ նա թակավոր է եկել։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը Իսրայելի համար շատ կարևոր դեր խաղացող երկիր է, նախ իր էներգետիկ անկախությունն է ապահովում, երկրորդը ծառայում է որպես պլացդարմ Իրանի դեմ, իրանց տարբեր օպերացիաների համար։ Այդ թվում վերջերս շատ լուրջ տվյալներ հրապարակվեցին նրա մասին, որ օդային հարձակումները կատարվել են նաև Ադրբեջանի տարածքից դեպի Իրան եւ այլն եւ այլն։ Իսկն շատ լուրջ աշխարհակաղակական բան կա, համագործակցություն Ադրբեջանի եւ Իսրայելի միջև։ Հիմա իսկ Իսրայելի ազդեցությունը Թրամփի եւ ընդհանրապես ամերիկյան վերնախավի վրա մենք շատ լավ գիտենք։ Ահա այս կապը օգտագործելով Ալիև, Բիբի Նետանյահու, Վիտկոֆ, Կուշներ, Վիտկոֆը մի մոռացեք շատ կարևոր բան ասա։ Ինքը Պուտինի խոսակցությունից հետո անմիջապես գնում էր Բաքու, հանդիպում էր Ալիևի հետ, իսկ հետո այդ հանդիպումից մեկից հետո հայտարարեց, ասաց Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մտնեն Աբրահամյան ակորդների մեջ։ Այսինքն դա միջին արևելքի բանն է, էլի, միջին արևելքի խաղաղության Իսրայելի ծրագիրն է։ Իսրայել-ամերիկյան ծրագիրն է։ Աբրահամյան հիմա մեզ մտցրել են դրա մեջ։ Okay։ Բայց եկեք հասկանանք մի բան, մտցրել են, այսինքն մենք ստացել ենք ինչ որ կարճաժամկետ, ինչ որ խաղաղության հույսեր։ Ադրբեջանը ստացել է ամեն ինչ։ Մենք ստացել ենք կարճաժամկետ խաղաղության հույսեր։ Էլի լավ է, հա։
որովհետև Նիկոլը մեզ այնց անօգնական պետություն է դարձել, որ մենք արդեն տենց բաներից պիտի ուրախանանք։ Okay, մենք դա չենք ուզում պայթացնենք, նորից եմ ասում։ Բայց եկեք կարճաժամկետ խաղաղության հույսերը դարձնենք երկարաժամկետ Իրանի խաղաղություն։ հետ երկաթգիծը չպայթեցնում այդ Աբրահամյան ակորդները։ Չէ, դու այսինքն մի րոպե։ Որտեվ այնտեղ Այսինքն օրինակ է։ որտեվ Նետանյահուն լրիվ Ջեյմս Բոնդի մեջի զլադեի բանով Իրանին շատ լուրջ ասում է, որ ձեզ ջուր կտամ, ձեր մոտ հեղափոխություն արեք, ձեր որոշ գյուղերին մենք ջուր կտանք, ասենք ավելի Ջեյմս Բոնդյան вообще տեքստ որևիցե քաղաքական գործիչ արտասանելա, вообще պատմության մեջ ես չգիտեմ, բայց Իրանը կա ուսարնակումը գոյություն ունենալ, ուսարնակումը շատ դե բայց արագ ամրանալ։ Գողերին ճշնամին է, հիմա մենք ասում ենք, մենք ձեր այս Ռասպարյադիկի հետ լրիվ համաձայն ենք, բայց եկեք մենք իրանց հետ երկաթգիծ կառուցենք։ Դե ո՞նց է դա օքեյ ելնելու։ Այ հենց այդ այլապես։ Մենք երկու վտանգի առաջ ենք կանգնում այն կախվածության Ադրբեջանից, ինչպես ասացի, ինչպես նաև դառնում ենք աչքի փուշը եւ Իրանի համար եւ Ռուսաստանի համար։ Այսինքն մենք այս պահվածքով ավտոմատ Հայաստանը դարձնում ենք կրվախնձոր բանի համար, պրոքսի պատերազմի համար։ Մեզ այդ պետք է։ Չէ, ու քանի էս պաուզա Վերջնական Այս հարցը պիտի լուծենք, չէ՞։ այդ հարցը պետք է լուծենք։ Հիմա մի փոքր դրվագ ինձ այդքան համոզիչ չթվաց ձեր այդ նկարագրածի հետ կապված, որ 5 տարին լրանում այս տարի հայ նոյեմբերի 9-ի պայմանագրի ու Ադրբեջանին պետք էր ինչ որ մի այլ բան, որի վրա հիմնվի, հա, ինչ որ չգիտեմ բանը ինչի՞ն է մեզ էր պետք է։ Չէ, ես ասում Ադրբեջանը ինչի էր ընդհանրապես պետք տրիփը, դուք ասեք պետք է որ այդ նոյեմբերի 9-ը լրանում է, ինչ որ ուրիշ բան պետքա փոխարինի։ Ու բացի դրանից, նոյեմբերի 9-ը այնուամենայնիվ սիմետրիկ բաներ, զիջումներ էր պահանջում Ադրբեջանից։ Օթի մեջ, հա, Ոչ օթի մեջ։ Առանց ինչ որ substantiated Լսեք, Ադրբեջանը մեծ հաղթանակ է ասել։ Ինքը փոխադարձ զիջումները, նորից եմ կրկնում, այն նախկին պլանում մենք ունեինք Ղարաբաղ ու Լաչինի կապ։ Դե էդի Կորիդոր։ Քանի ամիս Փոխադարձ զիջումները, հա։ հիմա հասկացա, բայց նայեք, ինչ որ լեգիտիմացվում է միջազգային փաստաթղթերով, դա հետո կարող է դեր խաղա, անգամ եթե հետագայում ինչ որ խնդիրներ են եղել եւ այլն, բայց ինքը մնում է որպես լեգիտիմ փաստաթուղթ։ Դու միշտ կարաս ասես, ախպեր, մեր վերջին պայմանավորվածությունը էս էր։ Հիմա Ադրբեջանը պետք էր դա ոչնչացնել, ինքը ոչնչացրեց դա։ Եթե չոչնչացներ, եթե ասենք տրիփը չլներ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերջանում է, պետք է տենց ինչ որ վակուումի մեջ ենք հայտնվում։ Շոկի մեջ, վայ, ինչ ենք անում, ինչ վակուումի մեջ ենք հայտնվում։ Որը վակուումը ում օգտին է, իրանց օգտին է, չէ, որտեվ բալանս ուժերի իրանց կողմն է։ Դες այնպես չի որ երկրները sense ուզում են շատ անորոշ վիճակներում լինել։ Իրանք ուզում են ամրապնդել իրանց հաջողությունները։ Փաստաթղթերով, միջազգային պայմանավորվածություններով եւ այլն եւ այլն։ Այն ինչ որ մենք ուզում էինք անենք 97 թվին, իդեպ։ Հիշում եմ։ Պետք է մի քիչ ավելի։ Ալիևը ի տարբերություն շատերի ունի ստրատեգիական մտածողություն։ Ինքը մտածում է, եղբայր, ես հասել եմ լրջագույն նվաճումների։ Եկեք ամրապնդեմ դա։ Ու ամրապնդում է։ Ինքը հիմա ամրապնդել է մի բան, որը մտնելու է արդեն միջազգային իրավական փաստաթղթերի մեջ, որ ինքը ինչ որ հատուկ իրավունքներ ունի Նախիջևան Ադրբեջան կապող ուղու նկատմամբ անխոչնոտ հասանելիության իրավունք ունի։ Բայց դա նաև իր Սա դառնում է արդեն ապրող փաստաթուղթ։ Շատ հարցերում իր ձեռքերը դա չի կապում նույն ինքնիշխանության սահմանների Իրանը ո՞նց է կապում։ Իրանը չի կապում։ Չէ, իրա Ալիևի ձեռքերը չի կապի։ Ինքը ստանում է կարևորագույն բան։ Ինքը լեգիտիմիզացիա է ասել։ Կորիդորի լեգիտիմիզացիա, միջազգային իրավական լեգիտիմիզացիայի կորիդորի։ Այս իր համար ամենակարևոր նպատակն է։ Որովհետև մնացած արդեն տեխնիկայի բան է։ Ինքը արդեն ստացել է ցանկացած վիճակում ինքը կարա սա պնդի, ասի ո՞նց է իմ իրավունքն արդեն միջազգային։ Որ հասցնենք այլ թեմաների շոշափենք։ Հիմա այս մյուս հարցում էլ երկու մտքի դպրոց կա։ Մի դպրոց ասում է, որ այս հակաեկեղեցական արշավը լավ, օքեյ։ Ինչ ես ուզում ասել։ Դա իրական երկար թեմա է, բայց հələ որ այս մի թեմայի մեջ ենք։ Այս մեր առաքելական ընկերները ուզում եմ այս եկեղեցիներ, բայց ուղղակի տենց մարդկային կամ հոգեբանական ժողովրդի տեսանկյունից 3-4 օրը մենք խոսում ենք, որ արա վաղը չմրսը սավս վերանում ենք բան
ինչ որ մի բան ենք ռուս Էդմոն Մարուկյանը եվրոպական կուսակցություն ասում էր բերենք երկրորդ ռուսական բազան դնենք Շինիքում, չգիտեմ, մտնենք Ռուսաստանի բան ենք, որ տենց լրիվ չջնջվենք։ Հիմա մենք արդեն խոսում ենք դրա մասին, այս կարեդորալն, որը մեզ փող չի տալու, այսինքն իրանք ֆրֆռալու են, պրոստը sense ամերիկացիները վերահսկել, իրանք ֆրֆռան, մենք էլ sense պրոստը կողքից ապրենք սիգար Ինչն է անենք։ այստեղ դասական մանիպուլյացիայից դուրս։ Պլանկա իջեցնելու Բանը էլի շատ տարբեր, հա, եթե Սկզբից պլանկան բարձրացնելու մտածված էր սկզբից։ միջև բան, երկինք, Էդ ես հետո չգիտեի։ իջեցնելու։ Ամենադասական բանը այդ գլխուղեղի մեջ կա հայերեն, չգիտեմ, այդ մինդալիվիդնի բանը, որը քո վախերի համար է։ Ինքը աշխատում է ավելի արագ, քան քո ցանկացած լրիվ ուրիշ դատողություն բնազդանալիս։ Հա, հիմա երբ որ քեզ ասում են ախպեր, այս բնա ջնջվելը, դու արդեն նրան լրիվ համաձայն ես։ Այդ դրա տեղը կարող լինել։ Իդեպ արի էդի հանենք ու դնենք ադրբեջանցիների վերադարձը 4 գյուղ։ Հիմա քո լոգիկայով ի՞նչն էր, նույն ձևի էր, նույն հիմնավորումը պետք է դներ, որ ավելի լավ է։ Երեք մենք խոսում էինք ոչնչանալու մասին, այսօր 4 գյուղ ադրբեջանցիա վերադառնում։ Ինչը փոխվեց, քեզ վախացրին սկզբից, հիմա դու շատ վատ բանին վրոդի համաձայն ես։ Լավ, այս թեման Պրիորիտետների հարցը կարծում եմ հոգնածրինք։ Մի քիչ սխոմաստիկ բանի մեջ ենք, վեճի մեջ ենք։ Մանավանդ այն բանը, որ եկել էին լրագրողները, եկանք մեր գոնչան տեսնենք, բան, вообще չի պակասել էլի այդ արմենաֆոբիան բան, հələ հակառակը մի հատ էլ պլատֆորմ են տալիս տեղից բան անել։ Բայց ես ուզում եմ բանն է, այստեղ էլ էլի նենց չի, իրանցից շատ են կտրվում։ Մարդիկ կան, որ ասում են, որ այս ամեն ինչի եկեղեցու դեմ զուտ տենց փոքրիկ հաղթանակաբեր պատերազմը, որ ընտրություններից առաջ կաթողիկոս փոխվի եսել բանի, բայց կա նաև կարծիք, որ այդ փաշազադեն ինչ որ տենց թելադրվում է դրսից, որ այս վերջի բաստիոնն է հայ-առաքելական եկեղեցին, որ էս էլ է պետք հայերի տակից անել ու sense կփլվի։ Դուք որ մտքի դպրոցին եք, այսպես ասած։ Լսեք, ես կարծում եմ մենք սխալ հարթությունում ենք այս ամեն ինչի մասին խոսում։ Այսինքն սխալ հարթությունը որն է։ Մեկը ասում է կաթողիկոս երեխա ունի, պետք է ուրեմն ինքը կարգալույծ է, անբարոյական է։ Էդի որ դե օրինակ գրած էլի, հա։ Հա, չէ, դա մա, այդ ինձ չի, չէ, ուղղված է։ Հա, մյուսը ասում է այն պիղծա այն կարգալույծ քահանան, որը բանանում պիղծ են նաև Նիկոլ Փաշինյանով սա այդ թիմը, որ օհանավանքը դարձրել են Հովանավանքը ներողություն դարձրել են տենց Ես եմ միշտ անավանք Պարտության օջախ, հա։ Այսինքն բանը ոնց որ վեճը գնա բարո խրատական տենց ով ավելի moral high ground։ Հա, ով ավելի sense բարոյական, ավելի նվիրված եկեղեցուն, ավելի sense չգիտեմ քրիստոնեական բան, էս լսեք, սխալ ուղղություն է սա։ Так։ Մեզ ուրիշ բան պետք է հետաքրի։ Մեզ պետք է հետաքրի այն բանը, որ Հայաստանում դադարել է գործել սահմանադրությունը եւ օրենքները։ Բացատրեք։ Ոնց շատ པարզ։ Եթե ասենք օրինակի համար սահմանության մեջ շատ հստակ երկու հոդված գրում են։ Մեկը այն ասում, որ պետությունը եկեղեցին անջատել, մյուսն էլ ասում է, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի ավտոնոմիա։ Դա սահմանադրական հոդվածներ են։ Ավելին հայ առաքելական եկեղեցու մասին եւ կրոնական կազմակերպությունների մասին կա նաեւ օրենսդրություն, որտեղ հստակ գրված է, որ պետությունը ոչ մի իրավունք չունի խառնվելու այդ ավտոնոմիաների եկեղեցական կրոնական ավտոնոմիաների գործերի մեջ։ Ասում այդ պետությունը չի խառնվում։ Ես որպես հոտ եւ մի քանի հոգի ըմբոստանում Իսկ հիմա ես ցույց եմ տալիս, որ պետությունն է խառնվում։ Նախ երբ որ երկրի վարչապետը ասում է, որ ես ստեղծում եմ մի խորհուրդ 10 հոգուց արտացած, որում ես ընտրելու եմ մարդկանց իմ հոգու աչքերով, որովհետև ես իմ հոգու աչքերով կորոշեմ, որ ինքը ածորոշուց կարդացել է, պասպահել է եւ այլն, ու այդ մարդիկ կընտրեն նոր կաթողիկոս, դա կներեք նշանակում է 441 հոդվածով քրեական օրենսգրքի պատժելի արարք, պաշտոնական լիազորությունների գերազանցում։ Այդ ավելի տեսար առարկայական։ Հա։ Երբ որ հայ առաքելական եկեղեցին ցույց է տալիս փաստաթղթեր, ըստ որոնց Հովանավանքը նրանց սեփականությունն է եւ հետեւաբար պետք է լինի պետության միջուկը փոխել պաշտպանության տակ, պետության պաշտպանության տակ։ Այդ մարդիկ տերը գալիս ասում է պետությանը։ Հա, իմ տուն մարդ է մտել։ Օրինական տերը գալիս ասում է ախպեր, այս մարդը մտել է իմ այն կարևոր տարածքները, որտեղ ոչ ոք խորանա, ինչա բան, ոչ ոք չի կարող մտնել։ Մենակ մենք տերը իրավունք ունի մտնելու, սա ներխուժում է։
Այս լրիվ են Իսպանիայի բաները դարաններ, որ մտնում են մարդկանց տները զբաղացնում օկյուպայզի մի հատ տերմին կա, որ հետո չեն կարող հանեն այդ մարդկանց, էլի։ հա, լրիվ, բայց ստեղ պետությունը, որի ֆունկցիան օրինական տիրոջ իրավունքների եւ սեփականության իրավունքների պաշտպանությունն է, որոշում է պաշտպանել անօրինականությանը։ Պաշտպանում է ներխուժողին, այդ կառույցի կողմից իր կարգավիճակը կորցրած մարդու հանցագործությունները, դա հանցագործություն է։ Մարդը հիմա ներխուժել է տիրոջ տարածք։ Խանգարում է նրա կողմից ծիսական բաների, տենց ծիսակարգի իրականացման եւ այլն։ Հա, էտել է բան, էտել է քրեորեն բաժել։ Իսկ պետությունը փոխանակ պաշտպանի օրինական իրավունքները, հակառակը կանգնում է հանցագործի մեջքին, թիկունքին։ Այս սրանունը ինչ դնենք։ Սրանուն դնենք, որ դատախազությունը իր ֆունկցիան չի կատարում։ Լավ, այդ Պետք է գործ հարուցի։ Դատախազությունը, ոստիկանությունը իրանց գործը կատարում են լրիվ հակառակ օրենքին, հակառակ ուղղությամբ։ Ստեղ համաձայն եմ։ Մի հատ բան ասեմ, սա ուրիշ խնդիր է, սա նշանակում է, որ Նիկոլը այսօր ասում է օրենքը այդ ես եմ։ Հայաստանում էլ ուրիշ օրենք չի գործում, գործում է այն օրենքը, որը ես կհամարեմ օրենք։ Եվ դատախազությունը, դատական մարմինները, իրավապահները կանեն այն, ինչ որ ես եմ համարում օրենք, ոչ թե այն, ինչ որ գրած է քրեական օրենսգրքում կամ սահմանադրության մեջ։ Ego sum lex։ Okay, հա, բայց բոլորս հասկանում ենք, որ խնդիրը տենց ինչ որ կրոնական չի բան, այլ տենց ուրիշ շերտ կա, էլի։ Այդ մարդը չի ուզում կաթողիկոսին, ուզում է իր մարդը լինի։ Որն է այստեղ իրական խորքային խնդիրը ձեր կարծիքով, էլի, սվոյ մարդը լինի, թե ինչ վտանգ է ներկայացնում Գարեգին Թե просто ընտրություններից առաջ անում։ Որտեղ տենց բան կա, որ դե ինքը Ռուսաստանի հետ կապ ունի, դրա համար որպես տենց ռուսական տենց ազդեցության բանից ազատվելու համար։ Դրա համար օրինական միջոցներ կան, եթե ինքը ասենք օրինակի համար, ինչ որ ապօրինի կապերի մեջ է մտել ռուսական հետախուզական ծառայությունների հետ, բացահայտեք դա։ Բացահայտեք դրա համար պատժեք։ Հեսա ձեր վրա ենք դուս գալու, ձեր օրոքա չէ ձեռնադրվել։ Չէ, մեր օրոք չի ձեռնադրվել։ Հա, 99 թվականի հոկտեմբերի 27-ին է դա եղել, մենք արդեն վաղուց իշխանության չէինք։ Պլստացիկ։ Հա։ Մենք Գարեգին առաջինի համար ենք պատասխանում, ասես ասեմ։ Դա էլ շատ հետաքրքիր պատմություն է, բայց այդ մի կողմ դրենք։ Հա, այդ օրինական մասը, բայց այդ բացառմամբ որ զուտ ուղակի հերթական ուշադրություն շատ գրավող դիպվածն է, որպեսզի ընտրություններից առաջ ուշադրությունը իր վրա լինի։ Այստեղ լավ Հասկացանք, բայց ասում եմ սահմանադրություն օրենք է խախտում։ Դե Ոստեղ կարևորը է չէ որ դա չի եղել միջև այդ, էլի։ Չէ, sense բան sense բան չի եղել։ Sense բան չի եղել։ Տեսել ենք հալածանքներ, քաղաքական բաներ, բայց որ օրենքի ակնհայտ բռնաբարումով Նախկին գլխավոր դատախազը գնացել էր 24 TV էր հարցազրույցի ու ասաց՝ «Խի գործ չեք հարուցել», ասես Վանեցյանը թղթերը չբերեց։ Դրա համար չհարուցեցի։ Ուզում եմ ասեմ, ոնց որ փաստորեն տենց ոքի հիմքեր ոնց որ թե կային, բայց չհարուցեց, էլի։ Մոտավորապես էս էր պատասխանը։ շատ լավ, բայց հիմա մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք դրա մասին, որ Հայաստանի վարչապետը խախտում է օրենքները եւ սահմանությունը։ Ինքը ուղակի մի հատ անձնական արդարադատություն է մցրել այս երկրում։ Ընդ որում մարգարեական բաներով, մարգարեական նկարտումներով։ Ես շատ կզարմանայի, եթե մենք ստե չհասնեինք, գիտեմ, որովհետեւ ոնց որ մենակ էս էր ուզվում, էլի։ Այս միստիցիզմը չկար այս Ես գալուց առաջ բերեցի ձեր ստուդիա գալուց առաջ Facebook-ում մի հատ գրառում եմ դրել Մաթեոսից 7:15 բանից, այդ ուրեմն զգուշացեք մարգարեներից, որոնք գալիս են ոչխարի հանդերձանքով, բայց գիշատիչ գայլեր են։ Նիկոլա, այդպես մի հատ կներեք մարգարեական առաքելություն իրան վերագրած մի անձնավորություն է։ Մի հատ բան պատմեմ, թե չպատմեմ։ Պատմեք։ Ոչ մի հաղորդում դեռ էքսկլյուզիվից չի հրաժարվել։ 2011 թվականին Նիկոլին նոր բաց էին թողել բատնից։ Եվ մենք կոնգրեսը, Հայազգային կոնգրեսը, որը շարժում էր այն ժամանակ, բացեց Դիլիջանում գրասենյակ էինք բացել։ Եվ Փաշինյանը նոր էր դուրս եկել բանտից, զանգեց ինձ, ասեց ես էլ կուզեմ մասնակցել այդ գրասենյակի օծմանը։ Գնացինք, բացեցին գրասենյակը, շատ լավ հանդիպում ունեցանք ակտիվի հետ եւ այլն, հետո ասեց դա եկեք ստենք հասել, գնանք մեր տուն Իջևան։
Գնացինք Իջևան։ Իրա տունում տեց խոզ։ Էլի խոս։ Խոզ։ Դու ամեն անգամ, խորոված, հա։ բան, հա, մորթեց, Okay. բան արեց եւ այլն։ Խորոված ինք արեց։ Հետո կատարվեց մի հատ բան, որը եթե ես պայծառատեսություն ունենայի, կհասկանայի, որ այս ամեն ինչի նախերգանքն է։ Ուրեմն ինքը հավաքեց այդ ղազանը, բերեց սեղանի դրեց։ Մարգարիտներ սկսեց շատ։ Չէ, ու ասեց, իսկ հիմա մի հատ կենաց ասեց եւ ասեց, իսկ հիմա ինչպես Հիսուս Քրիստոսն է լվանում իր աշակերտների ոտքերը, ես հիմա ոչ մի նվաստացուցիչ բան չեմ զգա նրա մեջ, որ հիմա բոլորիդ մատուցեմ անձամբ այս պատառները։ Ու սենց բոլորին մոտեցավ, ամենքին։ Որտեւ դա համարյա նույն բանն է։ Խիբրի դա նվաստացիչ։ Ես այդ ժամանակ, որ հետո դուրս եկանք այգի, հիշում եմ երջանկա հիշատակ Հայկ Փոլաձյանը, Ջան Փոլաձյանը, Հայկ Ջան Փոլաձյանը, իր այդ ասեցի լսի, ու հասկացար, մեր գլխին ինչա գալիս, ու հասկացար, այսինքն մի հատ կեղծ մարգարե, իրան արդեն Հիսուսի կարգավիճակում, այդ ամեն ինչը մատուցվում է որպես բան, այտենց հնազանդություն, Նվաստացիչ, հումորի չտարք չկար, շատ լուրջ էր։ Բացարձակ։ Ես այդ օրը հասկացա, որ այս մարդու հոգու ներսում ապրում է բան, մի հատ սուտ մարգարե, որը իրան իսկապես համատում է։ Կոնկրետ օրինակով համատեց Հիսուս Քրիստոսի հետ եւ շատ վատ ազդվեցի, բայց չէի մտածում, որ մենք հասնելու ենք այս օրին, որ այդ մարգարեն կեղծ հիմա փորձի այդ իր կեղծ մարգարեական կամքը թելադրել ամբողջ Հայաստանին։ Բայց սա լավ լուր է, որ փաստորենքը անկեղծ տենց է, ոչ թե խաղում է։ Այսինքն լավ է, Այսինքն Փաշազադեն չի, Դիստվիցիլը տակոյ։ Դիրքը իրոք հավատում է, այսինքն ոչ թե ինչ-որ խաղում է, այլ հավատում է։ Կներես, չէ։ Կեղծ մարգարեները հենց դրանով հենց բանը հակնում են այդ բանը, այդ ոչխարի հանդերձանքը։ Հենց խնդրեմը դրա մեջ է։ Okay. Բասի, ես ուզում եմ մարսեմ մի հատ էս։ Ես չես կարող Չէ, մարսել։ չի շատ ծանր բան է։ Պաստորեն էս լրջով ասաղ գնում ու Այդ եմ ասում, հա, փաստորեն։ որտեվ անլուրջի բանը որ տենց լիչնենի պրիած չգիտեմ ինչ Դե ինքը իրան ավելի կառավարելի մարդ դնել, օքեյ, ավելի հասկանալի է։ Այս պետք է հասկանանք, ինքը իրան պատկերացնում է մարգարե։ Ինքը մարգարե է, ինքը Այստեղ լոգիկան ինքը հայ ժողովրդին կորեց։ պետք է կրտի, չգիտեմ, բանանի վերափոխի, տանի ինչ որ ուղությամբ, 40 տարի։ հա, այս բայց մի բան էլ ասեմ։ Իրականում սա հետևանքն նրա, որ ուրիշ դեպք չկա, դու իրական պարտությունը ու նվաստացումը սարքես հաղթանակ նվաճում ու բան երջանիկ ուղի դեպի պայծառ ապագա։ Ուրիշ դեպք չկա, դու պիտի մարգարե լինես։ Հասկանում ես։ Օրվելյան sense Դու պիտի մարգարե լինես։ Ամեն։ Սա շատ Էս շատ անհույս է իրականում դարձնում վիճակը։ Չէ, շատ անհույս է դարձնում, բայց այդտեղ մենք ասում եմ, պետք է այս բարոյախրատականից դուրս գանք, մենք մտնենք, որովհետև սա իրականում միակ լուրջ չափանիշն է, որով պետք է մենք ամեն ինչ դատենք։ Ես նորից եմ ասում, եթե ինքը բանա, ինչպես իր ամբողջ ռոպագանդան փորձում է ներկայացնել, որ սա ռուս հիբրիդական, չգիտեմ ինչ, ամբողջ հայրաքելական եկեղեցին բանով, չգիտեմ, վեհապարով գտնվում է FSB-ի, չգիտեմ, բանի տակ, KGB-ի, MAGB-ի բանը, սա աղորը հետ են խոսում։ Անգեր, դրա համար բան արեք, մի հատ փաստ բերեք, այսքան գաղտնալսում եք, այս կարողացել եք մենակ գաղտնալսել, որ բանա, ինչ որ մեկը ասում է միտինգի գնացեք, դուք բոլոր գործիքները ձեր ձեռքում ունեք։ Փաստորեն ես տեսնում եմ, որ իրականում սա բանա, զառանցանք է, չկա տես բան։ Որտեվ չեն կարողանում պետության բոլոր լծակները, գաղտնալսումը, ծառայությունները հատուկ ունենալով իրաց ձեռքում ոչ մի փաստ չեն բերել։ Բայց եթե դա մեղադրանքը բերեք այդ փաստը։ Դե հիմա այս արարը իր վրա ուշադրությունը տանելու է, միջև ասնենք հունիսի ընտրություններին, հուլիսի ու վերջ, որտեվ ոնց որ ավելի հետաքրքիր արար ոչ ոք չի Չէ, առաջարկում։ ինքը չի կարող տենց անել, ինքը պետք է միջև վերջ խաղի։ Այնտեղ հələ էտապներ կա, հələ ինքը մի օր գնալու է Էջմիածին, փորձելու են հանել, Այդ գլխավոր խնդրեմը նորից ասում եմ, օրինականության եւ դեմոկրատիայի դաշտում է գտնվում, որովհետեւ տեսեք, մի հատ ինչ եմ ասում մարգարեներ ոչխարի հանդերձանքով, բայց գիշատիչ գայլեր, որովհետեւ այս ամեն ինչի
այս ամեն ինչը մատուցվում է որպես Հայաստանի անկախություն, մենք բանից այդ Ռուսաստանի ազդությունից ուզում ենք փոխվենք, այսինքն բոլորը ծառայում են Ռուսաստանին, բան եւ այլն, իսկ քանի որ իրանք Ռուսաստանին են ծառայում եւ հետեւաբար մեր անկախության թշնամիներն են, իրանց հետ կարելի է վարվել հիբրիդային պատերազմի օրենքի պայմաններով, ինչպես արդեն ասացի։ Հետևաբար ամեն ինչ կարելի է անել նրանց նկատմամբ, բռնել եպիսկոպոսներին չեղած գործերով գցել բանտերը, բռնել Սամվել Կարապետյանին լրիվ չեղած մի հատ ֆրազայի վրա, որ մենք կպաշտպանենք եկեղեցին մեր ձևով, այդ ֆրազն է, ուրիշ ոչ մի հիմնավորում չկա։ Ոչ մի ուրիշ բան, այսքան ժամանակ փորձում են բան, փողերի լվացում են բերել, բան, դատավորը ասում է, այդ փողերի լվացման բանը մեղադրանքը չի հատում անգամ կասկածանքի սահման։ Այսինքն դա էլ չեն կարողանում։ Բայց փաստացի շարունակում է փակ մնալ։ Բայց շարունակում է փակ մնալ այդ ֆրազի համար։ Բայց ինչու է լռում արևմուտքը։ Ես շատ լավ հիշում եմ, երբ որ մենք 2008 թվին մեզ հալածում էին, ռեպրեսիաներ էր, 5000 մարդ ձերբակալել էին, հետո 100 մարդիկ երկարաժամկետ խաղբանտարկալի կարգավիճակով էին, մեր միտինգներում հարձակվում են մեր վրա, ծեծում էին եւ այլն եւ այլն։ Բայց մենք լսում էինք ինչ արձագանք կա արևմուտքից։ Ես ասենք համարյա օրական տենց բանի մեջ էի Ամերիկայի դեսպանի հետ։ Մենք գիտենք, օրինակի համար, երբ որ հյուսիսային պողոտայից մեզ հանում էին, տենց ապօրինացով, ամեն անգամ երբ որ այդ քաղաքական զբոսանքեր կամ ինչ-որ ակցիա էր բան, ես բան էի անում, տեղյակ էի պահում եւ Ամերիկայի դեսպանին եւ Եվրոպական միության բոլոր դեսպաններին եւ ներկայացուցիչին, բան, իրանք ներկայացուցիչներ էին ուղարկում, այդ մարդիկ ֆիքսում էին մարդու իրավունքների բանը խախտումները, հայտարարություններ էին անում, ճնշում էին իշխանությունների վրա, ասում էին, ասես կարմիր գծեր կան, որ չպետք է անցնեք, հասկանում եք, որովհետեւ մեզ միշտ սովորացրել են, չէ՞, որ մարդու իրավունքների հարցով կամ դեմոկրատական ազատությունների հարցով միջամտությունը, դա միջամտություն չի ներքին գործերի մեջ։ Իսկ դա այն հարցերն են, որտեղ կարելի է միջամտել, զսպել իշխանություններին եւ այլն։ Մենք դեցել ընկալել ենք։ Այն ժամանակ փաստորեն արևմուտքը աշխատում էր ու հիմա մենք ինչ ենք հասկանում, որ այն ժամանակ քանի որ ընկալվում էր սա որպես ռուսական ազդեցության գոտի, արևմուտքը շատ պրինցիպիալ բան էր անում, աջակցում էր մարդու իրավունքների, դեմոկրատական ազատությունների, քաղաքացիական ազատությունների։ Իսկ հիմա որ ընկալում են, որ արդեն Նիկոլը հանել է ռուսական ազդեցությունից եւ դա արևմտյան ազդեցության տակ մտել, արդեն ամեն ինչ կարելի է։ Դե հենց դա, Աֆղանստանում էլի այդպես չէր, մոջահեդները, հələ եթե բանը մի հատ ժամանակ լինի վերանայեք, Ռեմբո տոլի 2-ը, տոլի 3-ը, որն էր Աֆղանստանում, այդ մոջահեդ բաներին մի գով կարվում, ժողովրդավարության համար պայքարողներ էին, մարտիկներ էին, բան, warriors, տերորիստներ, հա։ Հա, դե Չէ, էլ լավ հասկանում ենք, բայց ի՞նչ է ստացվում։ Ստացվում է մեզ ոնց էին տանում արևմուտք, չնայած ինչքան տանում են արևմուտք, այնքան հայտնվում ենք Ադրբեջանում։ Բայց մեզ ոնց էին տանում արևմուտք բոլոր այս ռոպագանդիստները, որովհետև այնտեղ ժողովրդավարությունն է, համամարտկային արժեքներ, բան դեպ։ Է պարզվում է, հա մենք էլ էինք ուզում ժողովրդավարություն, մարդու իրավունք, բայց պարզվում է ինչքան գնում ենք դեպի արևմուտք, այնքան իսկապես հայտնվում ենք բառից բուն եւ աշխարհակական եւ ներքին քաղաքական դեմոկրատական առումով Ադրբեջանում։ Հա։ Որովհետև բանը ոչ ոք չի կանգնում մեր շահերի։ Մի հատ պուբլիկացիա չկա։ Մենակ վերջերս տեսա Էքսպրեսը, բրիտանական Էքսպրեսը, բանը, այն Ամստերդամ, ձեր սիրած Ամստերդամի ռեպորտի վրա ինչ որ հոդված է գրել, հենց այսօր։ Հա դե իրանք էլ տարեկան 12000 մարդ նստացնում են Facebook-ում post անելու համար։ Բրիտանիան, որ պատկերացնեք, այդ բան, то есть Չինաստանում այդ թիվը տես մի 300 անդե 12000 է, այսինքն դες բան չի եղել մոլորակի վրա, բայց մյուս կողմից նաև ունեցանք դեպքեր, որ առաջ անգամ հենց կոնկրետ խոսքի համար է հետապնդում լինում, ոչ թե ինչ որ բան պլանավորելու սուտ թե կեղծ իրական էդի կապ չունի, բայց հենց խոսքի, հա, այդ Արմեն Գրիգորյանի դեպքից սկսեց, մինչև հիմա շարունակվում է այդ բանը նույն մեր ձևով, նույն Կոչուբայովին ստատուսի համար, այդ բառացիորեն խոսքի համար է։ Հիմա ես ուզում եմ, որ մենք արձանագրենք մի հատ իրավիճակ։ Իրական այս սաղ այս եկեղեցու պատմությունը ինձ համար ավելի կարևոր պատմություն է դեմոկրատիայի, օրինականության, քաղաքացիական ազատությունների առումով, որովհետև իրականում Նիկոլը կառուցում է անձնիշխանական դիկտատուրա։ Էդ է ուզում անի։ Ինքը ու դրա համար ինքը ստացել է բոլոր հնարավոր դաբրոները։ Ես պատասխանատու հայտարարություն եմ անում, երբեք Հայաստանի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական ազատությունները այսպես վտանգված չեն եղել, ինչքան այ հիմա։
որովհետև օրենքի պահապան չկա այլևս։ Որովհետև օրենքը դարել է անձնական օգտագործման գործիք Նիկոլի համար եւ իր ձեռքը բռնողը չկա։ Իսկ մի բան հարցնեմ, հեչ փորձ եղել է նույն ԱՄՆ դեսպանատան հետ կամ Եվրամիության ներկայացության հետ կոնտակտի դուրս Այո։ գալիս եւ Ես որտեվ պլյուս մինուս նույն մարդիկ են հայկական Երբ որ- կողմից ընդեղ աշխատում, երբ որ Ալավերդում եղավ այդ հեղաշրջումը, Ահա։ գիտեք, որ մենք այնտեղ կոալիցիա ենք Հա, կազմել հա, ապրելու երկրի հետ, ունենք անդիմադիր համայնքապետ եւ ինչ արեց ԿՊ-ն։ Նախ իհարկե ամբողջ ճնշումները մեզ փորձեցին բան վերբով կանել, տանել, ասեք, եկեք դուք կոալիցիա, բան, մենք kingmaker ենք, էլի, ասենք կարենք բան։ Այդ չստացվեց, դե մենք պրինցիպալ իրանց պաստառի տրասի ուղարկեցինք։ Դրանից հետո իրանք ասին քրեական գործ կառուցենք, այս կանենք, այդ էլ չանցավ, որտեվ լուրջ բան չգտան։ Ինչ արեցին վերջը։ Ուրեմն մի հոգու փախցրեցին իր տակից։ Բայց դա էլ էր քիչ, որովհետև ԿՊ-ի կազմում կար մեկը ավականում, որը հրաժարվում էր անվստահություն հայտնել։ Այդ ԿՊ-ականին ստիպեցին հրաժարական տալ, որ մյուսը որ ցուցակով մյուսը գա ու այդ բանը այդ անվստահությունը հայտնվի։ Դե ես այդ իմ հին ձևերով հին ձևերով նախաձեռնեցի տես մի հատ հանդիպում, ասացի ներկայացրեցի իրավիճակ, ասի սա բես համար արդեն շատ լուրջ բան է, որտեվ այն ժամանակ կար արդեն Վանաձորի դեպքը, որ Մամիկո Նասրանյանին էին ընտրված բանին կողել էին բանտը։ Հիմա այդ դեպքը 18 հատ է, կարծեմ Արամ Մանուկյանը մի հատ բան էր, վիճակագրություն էր 18 ընդդիմադիր համայնքապետ կամ բանտում են, կամ գործի մեջ ստիպել են հրաժարական տալ, կամ սպանվել։ Էս ինչ դեմոկրատիա է։ Բայց թվում էր թե պետք է խոսեն, չէ՞ սրա մասին։ բայց ինչ Հա, ինքը քաղաքավարի բնույթ են լսեցին, ասում, հա։ ասեցին մենք Այստեղ sense մի հատ բան կա, ասենք, լավ, ասենք Վարդան Ղուկասյանը, Վարդանիկը, ասենք վատ մարդ է, կոմունիստ է, չգիտեմ, ամենաչկպնող մեղադրանքից հա, են իրան բանա, Քրիստոնյա կոմունիստ է։ այն ենթամշակութային Հա, այլ բանի մարդ եւ այլն, վատ բաներ արել, փչացած է, կոռումպացված է եւ այլն եւ այլն։ Okay։ Հիմա ի՞նչ է, ժողովրդավարությունը տարածվում է եւ մարդու իրավունքները եւ օրենքը տարածվում է միայն լավ մարդկանց վրա, ովքեր ունեն բան, Չէ։ ինքը այդ տես ժողովրդավարություն չի լինի։ Չէ, բայց դա ինչ որ process կար ամենայն դեպս ոնց որ էլի, Ինչ դա process։ գախնալսում կար, գնացին փագեն, որ դու ուզում եմ ասեմ, այս հենց Հիմա ասենք Դիանա Գասպարյանի գործերով շատ ավելի լուրջ բան հա, է չէ, կան, այդ միանշանակ բայց համաձայն նա նստած չի։ բայց ի վերջո բանենց արևմուտքյանց պատասխանը ո՞րն էր, որ մենք դες կզանգենք, Մենք շատ կարևոր է, բան կանենք, կզբաղվենք այս փաստերով։ Հա, չէ, ռեալ բան չկար, օքեյ։ ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Հա։ Սա լուրջ խնդրեմ է, սա լուրջ մարտահրավեր է մեր հանրության համար։ Մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է միավորվենք, որովհետև այն ստանդարտ գործիքները պաշտպանության դեմոկրատիայի մարդու իրավունքների չեն գործում։ Այսինքն մենք մնացել ենք մեր բանին, մեր կարողություններին։ Մենք պետք է որպես հասարակություն միավորվենք մեր դեմոկրատական քաղաքացիական ազատությունները պաշտպանելու հարցում։ Սա պետք է դառնա մեր գլխավոր օրակարգներից մեկը։ Խլելու են։ Ընդ որում բանա անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, խաղաղության այս դրոշներով մեզնից խլելու են մեր բոլոր ազատությունները։ Ու մեկը ձեն ծպտուն չի հանի։ Եթե մենք չկանգնենք մեր այս իրավունքների պաշտպանությանը, շատ վատ է լինելու։ Շատ։ Okay, եւ վերջին հարցս ցավոտ հարց իրականում այս ինչ որ ասում եք, տենց ինտելիգենտ, հասկացող վերլուծական մտքեր են, բայց նաև այդ մտքերն են, որոնք կիսում են ձեր շատ համախոհներ, հակի ժամանակ, տենց շատ տարիներից առաջ ու այդ նույն մարդիկ, որոնք տենց մենք տենց կոնկրետ ձեր թիմից էին, առավ ոնց հայտնվեցին այնտեղ։ Այնտեղ փոխնախարարը մեկը պատգամավորներ մարդիկ տենց որոնք ձեր արևով էին երթվում ու տենց ինչքան ուժորեն կիսում էին ձեր այս կարծիքները։ Արդյոք դա ցավոտ չի ձեզ համար։ Ես հասկանում եմ, որ երբ որ դուք նայում եք մեր անցած ուղու վրա, ձեզ թվում է, որ մենք պողպատե կամքի
տեր հեղափոխականներ ենք, որոնց սկզբունքները ենթակա չեն կոռոզիայի, որոնք միջև վերջ տենց կանգնած են լինելու այդ սկզբունքների, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլ արժեքների թիկունքին, ես ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, բոլորը չեն այդպեսի դա։ Այդ մարդկային թուլությունները բոլորն էլ ունեն։ Բոլորը որն է։ Նաև մեր շարքում ունեն մարդիկ, որոնց համար կարիերան, իշխանության հետ մերձենալը, նրա բարքերից օգտվելը, պրեստիժային աշխատանք ստանալը, բան եւ այլն խաղում են դեր։ Ես ուրիշ ոչինչով դա չեմ կարող բացատրեմ։ Շատ Շատ չգիտեմ, շատ բան է, էլի։ շատ մարդկային է, սենց ասեմ։ Ցավոտ է։ Մարդկային ցավոտ բան է։ Սա եթե վերջին հարցեր, մի հատ ես լրացում ունեմ բանի հետ կապված է, մեր առաքելական եկեղեցու հետ կապված թեմայի։ Այո։ Նա շատ հետաքրքիր բան կա, ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Դուք տեսաք, որ դե արդեն սովորել ենք, չէ՞, որ ինչ որ sense սրտիկա ցույց տալի, չգիտեմ, եւ այլն, ամեն օր sense բարելույս բան։ Բայց դուք չնկատեցիք, որ մի օր, չգիտես ինչու, մի հատ դեղին վարդ հանեց, դրեց իր գրպանը։ Հա։ Նկատել եք։ Հա, հետո Չեխիայի դեսպանն էլ ասեց, դա դիտե չեն դնում, դա Բեթլեհեմի չեն դնում։ Հա, իսկ ինչի է դա կապված, այդ ինչ բան է։ Ռազլուկայի նշան չի դեղին վարդը։ Ինչ-որ սիմվոլիզմ կա դա, որ չենք նկատել, դա կարող է ինչ-որ կարող է ագենտուրային մեսիջա ուղարկում, չգիտեմ։ Չէ, մի հատ հետաքրքիր բան Չէ, ժոլտեի տուլպանի վեսնիկ է Ռազլուկի։ Վարդը չգիտեմ։ То մեկ ասում են Իզմենի, մեկ Ռազլուկի, չես հասկանում։ Այդ Նատաշա Կարալյովան է մեզ ավետել։ Բայց ես ձեզ մի հատ էքսպերիմենտ առաջարկեմ։ Ասենք գրոկին հարցրեք. What does yellow rose symbolize in the context of Roman papacy? Նատ կտակ գրոկիս։ Լավ, այս թողնենք Ես սպասի հետաքրքիր ինչ ասում։ ասում։ Թող մնա, Չէ, դե հիմա մարդիկ կալար են։ Այսինքն Ես կնայի ու կալարեի։ Ասենք, հա, գրի։ Այսինքն ինչ է նշանակում բանը, դեղին վարդը, այդ 5 օր առաջ ինքը Վատիկանում էր գտնում, հետո եկավ ու այդ դեղին վարդը դրեց։ What does yellow rose signify within Roman papal In the context of Roman in the papacy. context of Roman papacy։ Հա, ոչ ինքը ինչ որ բան հասկացավ։ Հեսա տենակ ինչ ասում։ plate ասում, չէ՞։ Չէ, գրեց։ Մտածում եմ։ Մենք իրան Բայց ես կրահեմ, դա նշանակում է հեսա դու կրայի։ կաթոլիկ ենք ընդունելու։ Ինչ որ դες Իրականում կարդակ ու բարձմա հայկական Վիկիպեդիայում էլ հոդված կա դրա մասին։ Դեղին կամ ոսկե վարդը դա շատ լուրջ սիմվոլ է, բանի այդ Հռոմի հռոմեական կաթոլիկ Golden rose ornament crafted from pure yellow gold։ Բասի էլի summarize ա, գրոկից լավ է բացատրում։ ձևավորում է կապը եւ Հա, նվիրվածությունը։ joy, hope and paternal affection հայրական սեր առ Հռոմի բան։ Բայց ամենահետաքրքիրը ինչն է, որ դա իրականում այդ դեղին կամ ոսկե այդ վարդերը պապի կողմից նվիրվում էին կաթոլիկ ղեկավարներին, կաթոլիկ թագավորներին եւ ղեկավարներին։ Օրոհո, էլի։ Վաու։ Հիմա գիտեք Պլյուս հաղորդում էլ ստացավ։ ես դա մի քիչ կոնսպիրոլոգիայով է, մի քիչ էս ամենի չհնչում, հա, մի քիչ տենց կոնսպիրոլոգիական, դրա պաշտական։ Ես դրան մեծ բան չէի տա, բայց հասկանալով մի քիչ ես Նիկոլի ուղեղը գիտեմ ոնց է աշխատում, էլի, ու նաև տեսնում եք այդ սիմվոլիզմի նկատմամբ իր այտենց բանը գիրքը, բան ինչ որ սիմվոլներ է բանանում, միշտ ներկայացնում, ցույց տալու համար։ Դա նաև սոցիալական ցանցերում իր ժողովրդականության էլեմենտ է համարում, բան, ինչ որ մեսեջներ է փոխանցում դրանցով, բան։ Ես այս բանը, քանի որ ես պարզ գրած է եւ արհեստական բանականությունը այդ կապը տալիս է, բանում էլ կա, ասում եմ, հայկական Վիկիպեդիայում կարաք այդ նույնը գտնեք, որ այդպես մի հատ սիմվոլ կա։ Եվ ինքը գալիս է, գնում է շատ լավ ընդունելություն անում, գալիս է Վատիկանից, այդ բանն անում ու նորացված էներգիայով հարձակում է հայ առաքելական եկեղեցու վրա, սա ինչ է նշանակում։ Կարող է
կաթոլիցիզմ են գնում։ Մի րոպե, սրա բանն էլ Չգիտեմ, չկար, սրա իմաստը չկար, որովհետև եթե դե հաղորդում ես ստացել, կերել Հա։ ես, նշանակում է ընդունում ես բոլոր դոգմաները կաթոլիկ եկեղեցու ու հրաժարվում ես մերինից, որ այստեղ կարար իրան էլ բանաներ էլի եկեղեցին։ Իրականում իր համար ոչ մի կանոն գոյություն չունի, ուղղակի սա ինչ որ սիմվոլիկ ակտեր են, բայց մենք պետք է հասկանանք վերջը ինչա կատարվում։ Այսինքն կարող է ինքը նաև ինչ որ ի վերջո հասկանալ է, չէ՞, այս ամեն ինչը ուրա տանում։ Սա տանում է դեպի հերթական մի հատ հերձվածի, եկեղեցական հերձվածի, սկիզմի։ Ուրիշ բան չի լինելու։ Այսինքն ինքը իր մաքսիմումը դա է լինելու, որ ինքը պետք է եւս մեկ անգամ մեր եկեղեցին բաժանի երկու թևի։ Okay, Սրա իմաստը ո՞րն է, այսինքն սրանով ուժեղացրեց մեր հայ ազգը, թե թուլացրեց։ Խառնեց ավելի շատ ջրերը, այտենց ինչ կլինի։ Վերջը, ուզում եմ ասեմ, ամփոփելով, երևի շատ խոսեցի, ամփոփելով, որ այսօր մենք կանգնած ենք շատ մեծ մարտահրավերների առաջ, ցավոք սրտի 5-րդ հենասյունը ներսում է։ Իդեմս գործող իշխանության։ Իրենք սիրում են, չէ՞, սաղին 5-րդ հենասյուն համարել, բայց իրական 5-րդ հենասյունը իրանք են։ Ընդ որում ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանից կախվածության մեջ։ Ցանկացած Այսօր Ալիևը մի հատ կրակոցով սահմանում կարա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերացնի, որովհետև կստացվի, որ խաղաղություն չկա եւ այդ ամեն ինչը սուտ էր։ Ոչ մեկից այդքան շատ չի վախենում Նիկոլ Փաշինյանը ու ոչ մեկի կամքով չի պատրաստ շարժվել այդքան շատ, ինչքան Իլհամ Ալիևի կամքով։ Ու ինքը գիտի, որ իր իշխանության երաշխիքը դա Իլհամ Ալիևն է։ Շատ լավ գիտի դա։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Եվ մեր ինքնության, պատմամշակութային ոչնչացման առումով, եւ մեր իրավունքների, ժողովրդավարական, քաղաքացիական եւ այլն։ Շատ վտանգավոր իրավիճակ է։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին, մեր հասարակությանը սա գիտակցել եւ կոչ եմ անում նաեւ ինչ որ բոլորին, ով կարող է նպաստ բերել դրան, ինչ որ միացալ մի ճակատ ստեղծել այս ամեն ինչի դեմ առնելու նպատակով։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Լևոն Զուրաբյանն էր մեր հյուրը, բաժանորդագրվեք, գրեք հարցեր, մեկնաբանություններ եւ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։